Նստեք 2026 թվականի մարտի 4-ի նշանակված դատական նիստը հայտարարում է բացված Հայաստանյան բարձրանկյուն դատական խորհուրդը սույն դեպքում հանդես գալով որպես դատարան նախագահությամբ Աթաբեկյանի անդամությամբ Աբրամյանի, Դանելյանի, Թումանյանի, Թումանյանցի, Ամբարձումյանի, Հայրապետյանի, Հովհաննիսյանի, Մակոյանի դրամված դատական նիստում քննության է առնում Դավիթ Հարությունյանի վերաբերյալ գործը ըստ Արդարության նախարարի կողմից ներկայացված միջնորդությամբ։ Միստր Քարտորեն խնդրում զեկուցել ովքեր ներկայացել։ Դատական նիստին ներկայացել են Արդարության նախարարի տեղակալ Օքսանա Աբրամյանը, Արդարության նախարարի ներկայացուցիչներ Սերժ Զեյնալյանը, Դավիթ Հարությունյանը, Դավիթ Հարությունյանի ներկայացուցիչներ Զորայր Հարությունյանը եւ Լուսինե Մկրտչյանը։ Շատ լավ։ Շնորհակալություն նախարարի տեղակալի անձաստատող փաստաթուղթի եւ համապատասխան լիազորությունների հավաստող փաստաթուղթ խնդրում։ Ներկայացնած խորհրդին։ Ներկայացվեց Օքսանա Աբրամյանի վերաբերյալ անձաստատող փաստաթուղթ վկայական Արդարության նախարարի կողմից տրված հանձնարարականը Օքսանա Աբրամյանին սույն կարգապահական վարույթով մասնակցելու վերաբերյալ կցվում է գործի նյութերին։ Խնդրեմ պարոն Զորայր Հարությունյան երևի համեցեք ներկայացրեք ձեր եզրափակիչ ելույթը։ Ոնց որ թե նախորդ նիստին այդպես էինք։ Այսինքն տարբերություն չկա, ոնց կորոշեք, բայց ոնց որ թե նախորդ նիստին այդ ձևով էր գնացել, որ դուք կասեք։ Չէ, ես կներկայացնեմ Տիկին Մկրտչյանը ինձնից հետո ելույթ կունենա արդեն կամ դիրքորոշումը կհայտնի արդեն պատասխան։ Ոչ մի խնդիր չկա, ձեզնից սկսենք, խնդրեմ։ Պարոն Աթաբեկյան, արգելի խորհուրդ, իմ գնահատմամբ աննախադեպ ըստ էության կարգապահական վարույթի քննությունն է ըստ էության ավարտվում եւ եզրափակիչ ելույթով մենք պետքա փորձենք ամփոփենք տասնյակից ավել դատական նիստերի ընթացքում տեղի ունեցածը եւ հետազոտված ապացույցները եւ հնչած դիրքորոշումները եւ մեր կողմից ներկայացված միջնորդությունները դրանց բովանդակության եւ պահանջների համատեքստում Այդ իսկ պատճառով ես խոսքս կսկսեմ ժամանակագրորեն մեր կողմից ներկայացված միջնորդության մասով, մասնավորապես պարոն Հարությունյանի կողմից ներկայացված միջնորդության, որը վերաբերում էր քրեական ներողություն, կարգապահական վարույթի կամ կարճմանը կամ միջնորդության մերժմանը կամ դրա առանց քննության թողնելուն։ Մասնավորապես միջնորդությունը վերաբերվում էր միջնորդությունը ներկայացման պահին նախարար հանդիսացած, լիազոր մարմնի ղեկավար հանդիսացած Գրիգոր Մինասյանի եւ այդ ժամանակվա բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի միջև համապատասխան կապի արկայության եւ դրանով պայմանավորված սույն կարգապահական վարույթի նախաձեռնումը հարուցումը արատավոր լինելու հանգամանքին։ Մասնավորապես այն հանգամանքը, որ Մինասյանի եւ Անդրեասյանի միջև արկա է եղել համապատասխան կապ, կլինի ընկերական, կոմերցիոն, թե որևէ այլ բնույթի, այդ հանգամանքը ըստ էության մեր գնահատմամբ սույն վարույթի շրջանակներում հետազոտված գրավոր ապացույցներով եւ տեսագրություններով առավել քան հաստատված է։ Ավելին, այս կապի արկայության մասին բազմաթիվ անգամներ խոսվել է թե այլանձանց կողմից, թե նույն պարոն Անդրեասյանի կամ Մինասյանի կողմից, որոնք ըստ էության չեն վիճարկել նշված հանգամանքը, ավելին հաստատել են դա հրապարակավ։ Հաջորդիվ այս առումով հիշատակման արժանի նաև Անտոնյան ընդդեմ Հայաստանի Եվրոպական դատարանի գործով կայացրած վերջնական որոշումը, որով որ ըստ էության արձանագրվել է իմ կողմից նշված երկու անձանց միջև առկա կապը, դրանով պայմանավորվել է նաև պարոն Անդրեասյանի բացարկման ենթակա լինելու հանգամանքը։ Սրանից զատ պետք է նշել, որ միջնորդությամբ կից նյութերով եւ հետազոտված ապացույցներով հաստատվել է նաեւ այն հանգամանքը, որ Անդրեասյանը խոսելով իր բնորոշմամբ 7-8 դատավորի մասին, որոնց թվում է նաեւ ակնհայտորեն եղել պարոն Հարությունյանը, նշել է, որ վերջիններիս գրավոր դիրքորոշումներից եւ արտահայտած դիրքորոշումներից վերջինս որպես նախարար իր բնորոշմամբ իր բառամթերքով ճնշված է եղել եւ վերջին շունչը մինչև հայտարարել է պատրաստակամություն պայքարելու այդ անձանց դեմ, այսինքն այդ թվում նաև պարոն Հարությունյանի դեմ։ Նշված հանգամանքները իմ կողմից թվարկված իրենց համակցության մեջ կարծում եմ առնվազն բավարար հիմք են տալիս անաչառ դիտորդի համար ունենալու ողջամիտ կասկած առ այն, որ
Սույն կարգապահական վարույթը հարուցված է եղել եւ միջնորդությունը ներկայացված է եղել բարձրագույն դատական խորհուրդ, հայտարարված մինչև վերջին շունչ պայքարելու շրջանակներում եւ փոխկապակցված անձանց կողմից միասնական մեկ նպատակին ծառայեցվելու միտմամբ։ Դրանով պայմանավորված մենք կարծում ենք, որ սույն կարգապահական վարույթի հարուցումը, դրանով միջնորդության ներկայացումը բարձրագույն դատական խորհուրդ իրավական առումով արատավոր է եւ համապատասխան բարձրագույն դատական խորհրդի այլ որոշումներով եւս եղել են դեպքեր, երբ վարույթի նախաձեռնումը ինքնին համարվել է այս կոնտեքստում, այս համատեքստում արատավոր ու համապատասխանաբար որոշում է կայացվել նշված միջնորդությունները մերժելու մասին, դրանք չվկայակոչեմ, կարծում եմ բոլորիս հայտնի են։ Կարծում ենք, որ տվյալ մեր իրավիճակում եւս տվյալ իրադրությունը առկա է, փաստարկված է եւ ներկայացված ապացույցներով հիմնավորվում է համապատասխան որոշման կայացման անհրաժեշտությունը։ Սա մեր կողմից ներկայացված միջնորդության մասով։ Հիմա անդրադառնամ նախարարության կողմից ներկայացված միջնորդությանը, դրանով վերագրվող կարգապահական խախտումների էությանը, դրանց փաստարկված լինելու, ապացուցված լինելու հանգամանքին։ Այսպես վերագրվում է 3 կարգապահական կանոններից 3-ի խախտում։ Առաջինը դատարանի անկախության, կարճ կասեմ, դատարանի անկախության կասկածի տակ առնելը, դատական ակտերի կասկածի տակ առնելը եւ դրանց համակցությունը ըստ նախարարության հանգեցրել է նրան, որ հասարակական վստահության աստիճանը դատական իշխանության նկատմամբ նվազեցվել է։ Նկատի ունենալով, որ հասարակական վստահության աստիճանի իջեցումը պայմանավորվում է մյուս 2 կարգապահական կանոնների խախտմամբ, կանադառնամ առաջին հերթին այդ երկուսին։ Այսպես առաջինը դա դատարանի անկախության կասկածի տակ առնելն է, կանոնը որպես խախտումը որպես։ Նշվածի մասով նախարարությունը ըստ էության ներկայացնում է, որ պարոն Հարությունյանը տրված խնդրու առարկա հարցազրույցի ընթացքում խոսել է կոնսենսուսի մասին, պայմանավորվել է կոնսենսուսի առկայությունը բացառապես ուղղորդմամբ եւ հետեւապես իր խոսքը կարող էր հանգեցնել նրան, որ կասկածի տակ առնվեր համապատասխանաբար դատարանի անկախությունը։ Այս մասով պետք է ասեմ, որ թե կոնսենսուս բառը, թե բացարձակ կոնսենսուս բառը, թե ամորֆ բառը բազմաթիվ անգամներ վարույթի ընթացքում քննարկման առարկա դարձվեցին։ Ես գտնում եմ, որ նախարարությունը, մասնավորապես պարոն Դադունցը նախորդ դատական նիստին, թերևս կամ թերացավ, կամ միտումնավոր չնշեց ոչ միայն կոնսենսուսի եւ ուղղորդման հանգամանքները, այլ նաեւ բաց թողեց միանձնյա բառը, բաց թողեց բացարձակ կոնսենսուս բառը եւ նաեւ ըստ էության իր խոսքով փորձեց որոշակի իմաստ հաղորդել պարոն Հարությունյանի խոսքին, որը իմ գնահատմամբ առնվազն նաեւ տվյալ հարցազրույցի տեսանյութի ուսումնասիրությամբ ակնհայտ է, որ ուներ այլ նշանակություն եւ այլ միտում։ Մասնավորապես պարոն Հարությունյանը բազմաթիվ անգամ խնդրու առարկա տեսանյութի ընթացքում խոսելով կոնսենսուսի մասին, բացարձակ կոնսենսուսի մասին կամ միանձնյայության մասին նշել է, որ օգտագործել է հետևյալ բառամթերքը. եթե ասում են որ, եթե ասում են ապա, այ որոշ ԲԴԽ անդամներ ասում են, այսինքն ակնհայտ է, որ պարոն Հարությունյանը այս բառերը օգտագործելով, այս գնահատականների մասին խոսելով հղում է կատարել այլ անձանց։ Այլ անձանց հղում կատարելով հանդերձ ոչ միայն հղում է կատարել կամ մեջբերել է վերջիններիս խոսքը, այլ հղում կատարելով հանդերձ հետագա իր խոսքում հերքել է այդպիսի գնահատականների անգամ հնարավորությունը տեսական։ Մասնավորապես նշել է, ասում են, թե բացարձակ կոնսենսուս կա, ինչը համապատասխան միջակետերը դնելով, ինչը այդպես չէ եւ լինել չի կարող։ Սա իմ հեղինակային մեջբերումը չէ, սա ուղիղ ցիտում է։ Այսինքն պարոն Հարությունյանը խոշոր հաշվով հերքել է իրենից առաջ պարոն Մակյանի կամ պարոն Բեկմեզյանի եւ պարոն Անդրեասյանի գնահատականներն առայն, որ առկա է բացարձակ կոնսենսուս եւ այլն, կամ որոշումները կայացվում են միանձնյա։ Ավելին այս առումով նաեւ խորհրդի ուշադրությունը հրավիրեմ նախորդ դատական նիստում հետազոտված տեսագրությանը մեկ այլ հարցազրույցին, որը
խնդրու առարկա հարցազրույցից տեղի էր ունեցել ընդամենը 1 ամիս առաջ, մոտավորապես փետրվարի հարցազրույցին, որտեղ կրկին լրագրողները հարցադրումներ են հնչեցնում Բարձրագույն դատական խորհրդի անդամների կողմից որոշումների կայացման մասին, որի ընթացքում պարոն Հարությունյանը առավել քան միանշանակ առանց երկակի մեկնաբանման հնարավորության նշում է, որ Բարձրագույն դատական խորհրդի հատկապես դատավոր անդամները իր վստահ լինելով պնդում է, որ որոշումները կայացնում են իրենց իրավագիտակցության, իրենց խղճի եւ այլնի հաշվառմամբ, այսինքն որոշումները կայացնում են ինքնուրույն։ Նշվածի հաշվառմամբ իմ գնահատմամբ անհնար է փաստել, որ 1 ամսվա ընթացքում Դավիթ Հարությունյանի խոսքում լինի կարդինալ այդ աստիճան փոփոխություն, որ փետրվարի 27-ին պայմանական ասում է, որ բոլոր անդամները որոշումները կայացնում են ինքնուրույն, իսկ 1 ամիս անց ասում է, որ ոչ, կա կոնսենսուս ու իրանք բոլորը ուղղորդվում են։ Դա ակնհայտորեն այդպես չէ, անգամ եթե վերացարկվենք կոնկրետ խնդրու առարկա տեսագրության էությունից։ Պարոն Դադունցի կողմից նաև նշվեց, որ շատ կարևոր է պարոն Հարությունյանի խոսքի գնահատումը այն համատեքստում, որում որ ներկայացվում է, այսինքն տեսագրության ամբողջ համատեքստում։ Ես միանշանակ համաձայն եմ պարոն Դադունցի հետ այդ հարցում, բայց պետք է նշեմ, որ կոնտեքստը չի սահմանափակվում եւ չի կարող սահմանափակվել նշված տեսագրությամբ միայն։ Շատ կարևոր է, որպեսզի խորհուրդը գնահատման արժանացնի նաև պարոն Մակյանի եւ Բեկմեզյանի հրապարակային խոսքերը կամ գրառումները, ինչպես նաև պարոն Անդրեասյանի հնչեցրած գնահատականները ու դիրքորոշումները համապատասխան հարցերի վերաբերյալ, որոնց որ հղում է կատարում պարոն Հարությունյանը։ Նկատի ունենալով, որ իր խոսքը պարունակում է ուղիղ հղում այդ անձանց խոսքերի վրա, իմ կարծիքով առավել քան միանշանակ է, որ այդ անձանց հանրային ելույթները, հանրային խոսքը եւս առնվազն պետք է գնահատվեն որպես համատեքստ սույն վարույթով պարոն Հարությունյանի խոսքի գնահատման տեսանկյունից։ Ընկալումների մասին խոսք գնաց սույն վարույթի ընթացքում հարց եւ պատասխանի ժամանակ նախարարությանը հարց եղեցի առայն թե ինչպես է որոշվել, թե պարոն Հարությունյանը որևէ խոսք ունենալով, որևէ խոսքով հանդես գալով նկատի ունեցել այս կամ այն բանը։ Նախարարության փոխնախարար Դադունցը նշեց, որ դա իրենց գնահատականն է, իրենց մեկնաբանությունն է եւ հավելեց, որ այդ հանգամանքը նաեւ հաստատվում է նույն հարցազրույցի ընթացքում լրագրողի տված հարցադրումով, այսինքն առնվազն այն հանգամանքը, որ լրագրողի մոտ ծագել է համապատասխան հարցադրումը, Դադունցին եւ նախարարությանը հնարավորություն է տվել ենթադրելու, որ առնվազն ընկալումը այդպես էր։ Այս մասով ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքին, որ բարձր հավանականությամբ պարոն Դադունցը թեև հետագայում չպարզաբանեց, բայց բարձր հավանականությամբ նկատի ուներ լրագրող Վահե Մակարյանին, ում ես հարգելի խորհուրդ ենթարկել եմ մասնավոր հարցման եւ մասնավոր հարցման արձանագրությունը նաեւ ներկայացվել է ձեզ։ Մասնավորապես վերջինս իր մասնավոր հարցման ենթարկվելու ընթացքում նշել է ուղիղ, որ պարոն Հարությունյանի խոսքը պարունակել է հղումներ, նա անմիջապես հասկացել է, որ կոնսենսուսի կամ այլ գնահատականների վերաբերյալ պարոն Հարությունյանի խոսքը չի պարունակում իր սեփական գնահատականները, իսկ հետագայում, եթե չեմ սխալվում, վերջից 3-րդ հարցադրումը, առայն թե արդյոք խոսք է գնում ամորֆ զանգվածի մասին, ուղղված էր նրան, որպեսզի բացահայտվի հենց պարոն Հարությունյանի գնահատականը տվյալ իրադրությանը, տվյալ իրավիճակին, որով որ պարոն Հարությունյանը նշել է, մեջբերում եմ, ոչ, ես այդպիսի բան չեմ որակի։ Ինչը եւ պարոն Մակարյանին հնարավորություն է տվել ընկալելու պարոն Հարությունյանի խոսքը այնպես, որ այդ գնահատականները ոչ միայն իրենը չեն, այլ նա այդ գնահատականների հետ համաձայն չէ։ Եվ ի վերջո, այս կարգապահական կանոնի խախտման տեսանկյունից անհրաժեշտ եմ համարում նաև խորհրդի ուշադրությանը հրավիրել այն փաստարկին, որը ներկայացվել էր վարույթի շրջանակներում, մասնավորապես նյութաիրավական իմաստով Բարձրագույն դատական խորհրդի դատարան հանդես գալու հանգամանքին։ Մենք ունենք կարգապահական կանոն նախատեսված առայն, որ դատարանի կամ դատական ակտերի կասկածի տակ առնելը արգելվում է դատավորների համար հրապարակային խոսքում։ Մենք ունենք այս կանոնները նախատեսված են դատական օրենսգրքով եւ դատական օրենսգրքով բացահայտվում է, թե ինչ է նշանակում դատարան։ Նախատեսված է դատարանների սպառիչ ցանկ, որոնք որ այն մարմինների, որոնք որ հանդիսանում են դատարան։
Սահմանադրությունը եւս պարունակում է համապատասխան կարգավորումներ, առայն թե որոնք են դատարանները, թվարկում է թե որոնք են եւ ինչպես կարող են նախատեսվել կամ ստեղծվել այլ դատարաններ։ Դատական օրենսգիրքը այնուամենայնիվ պարունակում է այն սպառիչ ցանկը այն մարմինների, որոնք հանդիսանում են դատարաններ։ Չընթերցեմ, վստահ եմ բոլորս քաջ գիտենք կարգավորման բովանդակությունը եւ նաեւ կարծում եմ բոլորս գիտենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը թվարկված չէ դատարանների ցանկում։ Հիմա հարցը առաջանում է առումով, թե արդյոք համապատասխան կարգավորման արկայությամբ պայմանավորված առայն որ Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան, մենք կարող ենք ասել, որ ուրեմն Բարձրագույն դատական խորհուրդը դատարան է, ուստի այս կանոնը միտված է նաև պաշտպանելու Բարձրագույն դատական խորհրդին որպես դատարան։ Իմ կարծիքով միանշանակ ոչ, որովհետև համապատասխան կարգավորումը, որը որ նախատեսում է որպես դատարան հանդես գալու ոչ միայն հնարավորություն, այլ առաքելություն Բարձրագույն դատական խորհրդի համար միտված է ոչ թե Բարձրագույն դատական խորհրդին նոր կարգավիճակ կամ հավելյալ կարգավիճակ շնորհելուն, այլ միտված է դատավորին կարգապահական վարույթի շրջանակներում որոշակի երաշխիքներ տրամադրելուն։ Մասնավորապես Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված արդար դատաքննության իրավունքի երաշխավորումը։ Նշվածի համատեքստում ես կարծում եմ, որ նաև խորհուրդը պետք է անդրադառնա այն հարցին, թե արդյոք Բարձրագույն դատական խորհուրդը 69-րդ հոդված դատական օրենսգրքի 69-րդ հոդվածի առաջին մասի համապատասխան, եթե ճիշտ եմ հիշում, 6-րդ եւ 8-րդ կետերի իմաստով հանդիսանում է դատարան եւ պետք է պաշտպանված լինի համապատասխան կանոնների ուժով։ Հաջորդ կարգապահական կանոնի խախտումը, որը վերագրվում է, դա դատական ակտի կասկածի տակ առնելն է։ Նույն հարցազրույցի վերջի հարցադրումը եւ վերջի հարցադրման վերաբերյալ հնչած պատասխանը։ Այս մասով պետք է նշել, որ նախարարության կողմից մի քանի անգամ առնվազն վարույթի ընթացքում շեշտադրվեց, որ քանի որ օգտագործվում է դադարեցում բառը, դա հիմք է տալիս ենթադրելու, որ պարոն Հարությունյանը օգտագործել է դադարեցում բառը դատական օրենսգրքում արկա սահմանված համապատասխան իրավական իմաստով, այն է դադարեցումը վերաբերում է Բարձրագույն դատական խորհրդի կողմից կայացված որոշման որևէ դատավորի լիազորությունների դադարեցման եւ չի վերաբերվում որևէ այլ հանգամանքի։ Մինչդեռ պարոն Հարությունյանը մի քանի անգամ պարզաբանեց, որ նկատի է ունեցել այլ բան, նկատի է ունեցել փաստացի դատավորի առաքելության իրականացման դադարեցում փաստացիորեն։ Նշվածի գնահատման տեսանկյունից կարծում եմ էական նշանակություն ունի նաև հետազոտված գրավոր ապացույցը դատական իշխանություն էջի հրապարակմամբ, որը հանդիսանում է պաշտոնական էջը իմ տեղեկություններով Բարձրագույն դատական խորհրդի, որտեղ կրկին օգտագործվում է դադարեցում բառը, երբ խոսք է գնում միջդատական վարույթի դատարանի դատավորների լիազորությունների դադարեցման մասին։ Այսինքն պետք է հասկանանք, որ դադարեցում բառը առնվազն ունի երկակի օգտագործման հնարավորություն։ Մեկը դատական օրենսգրքով սահմանված իրավական նշանակությունն է, երկրորդը դադարեցում այն իմաստով, որ համապատասխան դատավորի կամքից անկախ պայմաններում նրա լիազորությունները դադարեցվում են։ Հիմա սրա հաշվառմամբ ես կարծում եմ, որ դադարեցում բառը ինքնին չի կարող բավարար լինել նրա համար, որպեսզի սույն վարույթով հաստատված համարվի այն հանգամանքը, թե պարոն Հարությունյանը կասկածի տակ է առել խորհրդի որևէ որոշում, որը կայացվել է որպես դատարան հանդես գալիս։ Հաջորդիվ խոսք է գնում մասնավորապես շեշտադրվում է տարբեր եղանակներով բառակապակցությունը, թե ինչ է նշանակում տարբեր եղանակներ եւ նշվում է, թե անգամ եթե պարոն Հարությունյանը նկատի է ունեցել միջդատական վարույթի դատավորների լիազորությունների դադարեցմանը, ապա նշելով տարբեր եղանակներով միանշանակ է, որ վերջինս նկատի է ունեցել ոչ միայն նրանց, այլ նաև այլ դատավորների, ում լիազորությունները դադարեցվել են կարգապահական վարույթների արդյունքով։ Այս առումով պետք է նշեմ նորից, որ պարոն Հարությունյանը առավել քան մանրամասն պարզաբանել է, թե ինչ է նկատի ունեցել ասելով տարբեր եղանակներ, եւ իմ կարծիքով անվիճելի է այն հանգամանքը, որ տարբեր եղանակներ բառակապակցության մեկնաբանման տեսանկյունից, առավել եւս հասարակության լայն հատվածի մեկնաբանման տեսանկյունից, պարոն Հարությունյանի մեկնաբանությունը առավել հավանական ընկալելին է, քան այն, որ առաջարկվում է նախարարության կողմից։ Այլ խոսքերով, հասարակության լայն զանգվածը դիտելով այդ համապատասխան տեսանյութը, լսելով հենց տարբեր եղանակներ եզրույթը, դժվար թե
գնահատման ենթարկեր ու որոշեր, որ այո, այս դեպքում խոսք է գնում տարբեր եղանակներ, ուրեմն դատական օրենսգրքով նախատեսված են 1, 2, 3-ը, ուրեմն այս 3-ի մասին է խոսքը գնում։ Ակնհայտ է, որ այդպես չէ, կամ այդպիսի ընկալում մոտավորապես կարող էր ունենալ միայն իրավաբանական կրթություն ունեցող համապատասխան անձանց խումբը, այլ ոչ հասարակությունը իր լայն զանգվածով, լայն իմաստով։ Հաջորդիվ պետք է անդրադառնամ նրան, թե հարցը պարունակում էր հարցը, որը որ հնչել է, եւ պատասխանը, որը որ հնչել է, վերաբերում է այն հարցին, որում որ կոնկրետ շեշտադրվել է Տիկին Նախշկարյանի վերաբերյալ կարգապահական վարույթը, համապատասխան կարգապահական վարույթով կայացված որոշում։ Այս առումով պետք է նշեմ, որ կրկնվեմ երևի մասնակի, որ հարցը ինքնին չի կարող պայմանավորել պատասխան։ Առավել եւս սույն վարույթով քննարկման առարկա տեսանյութի ուսումնասիրությամբ ակնհայտ է դառնում, որ կրկին պարոն Հարությունյանը այլ հարցերին պատասխանելիս եւս ըստ էության հայտնել է կամ իր դիրքորոշումները այլ հանգամանքների վերաբերյալ չկաշկանդվելով իրեն ներկայացված հարցի բովանդակությամբ։ Ավելին, այս մասով կրկին էական նշանակություն ունի նախորդ դատական նիստում հետազոտված տեսագրությունը, որը պարունակում էր կրկին պարոն Հարությունյանի հարցազրույցը, որում կրկին խոսք էր գնում Տիկին Նախշկարյանի վերաբերյալ կարգապահական վարույթի մասին եւ պարոն Հարությունյանը ոչ միանշանակորեն նշել է, որ առնվազն Տիկին Նախշկարյանի կողմից լիազորված չէ այդ կարգապահական վարույթի շրջանակներում դիրքորոշում հայտնելու, այլ կերպ զերծ է մնացել այդ դիրքորոշումը հայտնելուց։ Ինչը վկայում է այն մասին նաև, որ պարոն Հարությունյանը իր խոսքում արդեն քննարկման առարկա ենթակա տեսանյութով եւ հարցազրույցով նկատի չի ունեցել Տիկին Նախշկարյանի վերաբերյալ կայացված որոշումը եւ չի մեկնաբանել այն։ Այս մասով պետք է նշեմ նաև, որ մենք ունենք մեկ այլ իրավիճակ դատական ակտի քննադատության տեսանկյունից, կրկին վերադառնալով այն հանգամանքին, որ իմ անձնական գնահատմամբ բարձրագույն դատական խորհուրդը 69-րդ հոդվածի նախատեսված կարգապահական կանոնների իմաստով չի հանդիսանում դատարան եւ չպետք է պաշտպանված լինի կանոնների ուժով, պետք է քննարկման առարկա դարձնել նաև բարձրագույն դատական խորհրդի կողմից կայացված որոշումները որպես դատական ակտ համարելու հանգամանքը, նկատի ունենալով, որ ըստ էության հավասարի նշան է դրվում համապատասխան որոշումների եւ դատական ակտերի միջև։ Իմ կարծիքով այս մոտեցումը եւս իրավական տեսանկյունից ճիշտ չէ։ Պարզաբանեմ հետևյալով. դատական ակտի բովանդակության, դրա ներկայացվող ընդհանուր չափանիշները եւս նախատեսվում են դատական օրենսգիրք սահմանադրական օրենքով։ Մեկ պարզագույն օրինակով, շատ չծանրաբեռնելով խորհրդին իմ դիրքորոշմամբ, փորձեմ ցույց տալ որոշման եւ դատական ակտի տարբերությունը։ Օրինակ, դատական ակտերը կայացվում են արդարադատություն իրականացնելու շրջանակներում եւ արդարադատությունը իրականացվում է Հայաստանի Հանրապետության անունից։ Բոլոր դատական ակտերը, որոնք որ կայացվում են երբևէ դատարանների կողմից, կլինի միջանկյալ դատական ակտ թե վերջնական, կայացվում են Հայաստանի Հանրապետության անունից։ Եվ բոլոր դատական ակտերը ունեն համապատասխան սկիզբ, որը սկսվում է Հայաստանի Հանրապետության անունից կամ հանուն Հայաստանի Հանրապետության։ Բարձրագույն դատական խորհրդի կարգապահական գործերով կայացրած ոչ մի որոշում, որոնցից ես ամենայն դեպս որոնք որ հետազոտել եմ, չի պարունակում համապատասխան նշումը։ Այսինքն այդ որոշումները կայացված չեն Հայաստանի Հանրապետության անունից այն պարզ պատճառաբանությամբ եւ այն պարզ տրամաբանությամբ, որ կարգապահական վարույթով քննությունը ինքնին իմ գնահատմամբ չի հանդիսանում արդարադատության իրականացում, իսկ դրա արդյունքում կայացված որոշումը հետեւապես չի կարող լինել դատական ակտ։ Այնուամենայնիվ խորհրդին ներկայացվում է միջնորդությամբ, թե քննադատվել է 4 կարգապահական վարույթով կայացված որոշում, որոնք որ պետք է դիտվեն իբրև դատական ակտ։ Այս մասով նաև խորհրդի ուշադրությանն եմ ցանկանում հրավիրել մեկ հանգամանք, մասնավորապես այդ 4-ից 4 կարգապահական վարույթից մեկը վերաբերվում էր պարոն Անտոնյանին, ում վերաբերյալ հետագայում կայացվել է Եվրոպական դատարանում համապատասխան որոշում, որի ուժով վերջինս դիմել է բարձրագույն դատական խորհրդին իր վերաբերյալ կարգապահական վարույթը վերանայելու խնդրանքով, խորհուրդը վերանայել է, վերացրել է կայացված որոշումը ու համապատասխան քննություն իրականացրել, կայացրել է մեկ այլ որոշում։ Արդյունքում ստացվում է, որ առնվազն պարոն Անտոնյանի մասով այս պահի դրությամբ
չկա դատական ակտ կոչվելու հնարավորություն ունեցող մի որոշում, որը որ կարող էր քննադատման առարկա դարձվել պարոն Հարությունյանի կողմից։ Այսինքն իրավական տեսանկյունից պարոն Անտոնյանի վերաբերյալ համապատասխան որոշումը գոյություն չունի, որը որ ենթադրաբար քննադատմանը ենթարկվել։ Ավելին խորհրդի ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքին, որ մյուս 3 կարգապահական վարույցներով բոլոր դատավորները դիմել են նաև Եվրոպական դատարան, Եվրոպական դատարանը ընդունել է գանգատները, այդ գանգատները գտնվում են կոմունիկացիայի փուլում եւ բարձր հավանականությամբ Եվրոպական դատարանը համապատասխան որոշումներով արձանագրելու է նաև այդ 3 կարգապահական վարույցներով համապատասխան վիճարկվող խախտումների արկայությունը։ Դրանով պայմանավորված այդ անձանց կողմից հավանաբար եւս լինելու են դիմումներ իրենց վերաբերյալ կայացված որոշումները վերանայելու խնդրանքով եւ նկատի ունենալով խորհրդի կողմից ձևավորված պրակտիկան ակնհայտ է, որ այդ որոշումները վերացվելու են։ Հիմա ստացվում է, որ մենք կարգապահական վարույթ ենք քննում պարոն Հարությունյանի վերաբերյալ, ասում ենք, թե նա քննադատել է որևէ դատական ակտ, մի դեպքում այլևս իրավական տեսանկյունից չունենալով այդ դատական ակտը, մյուս դեպքում կարծում եմ վստահ լինելով, որ այդ դատական ակտերը մոտ ապագայում այլևս իրավական առումով նորից գոյություն չեն ունենալու։ Այս ամենի հաշվառմամբ ես կարծում եմ, որ դատական ակտի կասկածի տակ առնելու վերաբերյալ կարգապահական կանոնի խախտումը արկա չէ եւս։ Ամբողջացնելով պետք է նշեմ, որ նաև կարճ հավելեմ կոնսենսուսի մասով, մասնավորապես անկախության վերաբերյալ Տիկին Փիլոսյանի վերաբերյալ կայացված որոշումը, որում որ 2 հատուկ կարծիք է եղել եւ որի մասին ըստ նախարարության կողմից ներկայացված միջնորդության պարոն Հարությունյանը քաջատեղյակ է եղել, ու առնվազն անտրամաբանական է ասել, որ պարոն Հարությունյանը իմանալով, որ կան կարգապահական վարույթներով կայացված որոշումներ, որում կան հատուկ կարծիքներ, միևնույնն է նշում է, որ բոլոր որոշումները կայացվում են բացարձակ կոնսենսուսի պայմաններում։ Ակնհայտ է, որ դա այդպես չէ։ Երկրորդ եւ երրորդ համապատասխան կարգապահական կանոնների խախտման մասին խոսելով պետք է նշեմ նաեւ, որ նախարարության կողմից տրվող իրավական գնահատականը առնվազն հենված է մեծապես ընկալումների, դիրքորոշումների եւ մեկնաբանությունների վրա։ Մինչդեռ կարգապահական վարույթը դատական օրենսգրքի ուժով պետք է իրականացվի արդար դատաքննության պայմաններում, այսինքն համապատասխան ապացուցողական գործընթաց պետք է տեղի ունենա։ Խորհրդի կողմից սահմանվել էին համապատասխան 3 փաստեր, որոնք ենթակա էին ապացուցման, եւ 3 փաստերի ապացուցման բեռը դրվել էր լիազոր մարմնի վրա։ Լիազոր մարմինը ըստ էության համապատասխան հարցազրույցը պարունակող տեսագրությունից զատ այլ ապացույց խորհրդին չի ներկայացրել։ Արդյունքում մենք ունենք իրավիճակ, երբ խորհուրդը առանց ապացույցների պետք է գնահատման արժանացնի, թե պարոն Հարությունյանը իր խոսքում հանդես գալով ինչ է նկատի ունեցել, կամ եթե անգամ նկատի ունեցել այն, ինչ նախարարությունն է մեկնաբանում, որ նկատի է ունեցել, ինչ ազդեցություն է ունեցել այդ խոսքը, արդյոք որևէ անձի վրա ազդել է կամ ընդհանրապես ազդեցություն ունեցել է, թե ոչ։ Այս ամենի հաշվառմամբ պետք է նշեմ, որ հենց այս էր պատճառը նրա, որ մենք նաև միջնորդել էինք պարոն Հարությունյանին որպես վկա հարցը քննելու սույն վարույթով, որովհետև մեր գնահատման պարոն Հարությունյանը առնվազն այն անձն էր, որ իր ցուցմունքով կարող էր համապատասխան մեկնաբանությունը միանշանակ դարձնել խորհրդի համար, իսկ իր ցուցմունքն էլ կարող էր եւ պետք է հանդիսանար ապացույց սույն վարույթի շրջանակներում, որի վրա հենվելով համապատասխանաբար խորհուրդը կարող էր եւ պետք է կայացներ իր որոշումը։ Անդրադառնալով երրորդ կարգապահական կանոնի խախտմանը, մասնավորապես նրան, թե դատավորը իր վարքագծով նպաստել է հասարակական վստահության աստիճանի նվազեցմանը, պետք է նշել, որ նկատի ունենալով այն, որ մեր գնահատմամբ մյուս 2 կարգապահական կանոնների ենթադրել խախտումները փաստարկված չեն, առկա չեն եւ դրանցով պետք է կայացվի համապատասխանաբար մերժելու մասին որոշում, դա հանգեցնում է նաև տվյալ կարգապահական կանոնի ինքնին մերժմանը, նույն այն պատճառաբանությամբ, ինչ նախարարությունն է առաջարկել, մասնավորապես նկատի ունենալով, որ նրանք եւս գնահատել են
մյուս երկու կարգապահական կանոնների խախտումների առկայությունը որպես նախադրյալ ցուցիչ նրա, որ խախտվել է նաև կարգապահական այս կանոն։ Այս առումով պետք է միայն խորհրդին հիշեցման կարգով նշեմ, որ ասեմ, որ հարց ու պատասխանի ժամանակ ես պարոն Դադոնցին ուշադրությունը հրավիրեցի այն հանգամանքին, որ այս կարգապահական կանոնի խախտումը ըստ էության նյութական է, այսինքն այս կարգապահական կանոնի խախտումը ենթադրում է հետևանք, իսկ հետևանքի բացակայությունը հանգեցնում է կարգապահական կանոնի խախտման փաստի արձանագրման անհնարինության։ Տվյալ դեպքում մեր հետևանքը է հանդիսանում հասարակության վստահության աստիճանի նվազեցումը։ Ես պարոն Դադոնցին հարց տվեցի առայն, թե կարգապահական այս բազմահատոր վարույթի նյութերից որտեղ է գտնվում այն փաստական տվյալը, որը վկայում է նրա մասին, որ հասարակական վստահությունը կամ նվազել է, կամ աճել է, կամ որևէ կերպ ազդվել է պարոն Հարությունյանի խոսքից, կամ ընդհանրապես, անգամ ոչ պարոն Հարությունյանի խոսքից, ընդհանրապես այդ ժամանակահատվածներում նվազել կամ աճել է։ Պարոն Դադոնցը նշեց, որ նման տվյալ չկա եւ ըստ էության լինել չի կարող, նկատի ունենալով, որ դա ենթադրում է անպատասխան սոցիոլոգիական հարցումների իրականացում, որից վերջինը դատական իշխանության նկատմամբ վստահության չափանիշի գնահատման տեսանկյունից իրականացվել է 22 թվականին։ Այսինքն ենթադրել խախտման կատարման թվականին 23 թվականին, դրան հաջորդող թվականներին նման հետազոտություններ չեն իրականացվել։ Այսինքն հասարակության վստահության աստիճանը չափելի չէ այս պահին առնվազն։ Առավել ևս պարոն Դադոնցը անդրադառնալով կոնկրետ պարոն Հարությունյանի խոսքին նշեց, որ եթե անգամ այս մասով ընդհանրական գնահատումը հնարավոր լիներ եւ ստատիստիկան արկա լիներ, պարոն Հարությունյանի խոսքի ազդեցության չափման հնարավորություն եւս արկա չէ։ Այսինքն մենք խոսում ենք մի կարգապահական կանոնի ենթադրել խախտման մասին, որում պարտադիր հետևանք հանդիսացող հասարակության վստահության աստիճանի նվազեցումը չափելի չէ եւ հետեւապես հետևանքի արկայության փաստումը հնարավոր չէ խորհրդի կողմից։ Իսկ ինչպես նշեցի, դա պետք է ու հանգեցնում է նրան, որ կանոնի խախտումը փաստարկված չէ եւ պետք է անպատասխան մասով կայացվի եւս մերժման մասին որոշում։ Կարճ պետք է անդրադառնամ նաեւ պարոն Դադոնցի խոսքին, քանի որ վերջինս իր եզրափակիչ ելույթով երկու տեղով առնվազն անդրադարձավ իմ հայտարարություններին սույն վարույթի շրջանակներում հնչեցված, մասնավորապես վերջինս նշեց, թե ես խոսելով դադարեցում, այսպես ասած, եզրույթի մասին, նշել եմ, որ պարոն Հարությունյանը խոսել է ընդհանրապես երևույթի մասին, պատասխանելով պարոն Թումանյանի հարցին։ Այս մասով պետք է նշեմ, որ այո, ես արել եմ նման հայտարարություն, բայց այստեղ կրկին մենք ունենք արդեն իմ խոսքի համատեքստից կտրման փաստ։ Մասնավորապես ես նշել եմ, որ պարոն Հարությունյանը իր կողմից տրված պարզաբանումներից հետո իդեպ նշել եմ, որ պարոն Հարությունյանը խոսել է ընդհանրապես դատավորների լիազորությունների դադարեցման մասին, անկախ նրանից, թե ինչ եղանակով, այսպես ասած, դա կիրականացվի։ Բնականաբար չխոսելով դատական ակտով կայացված համապատասխան դադարեցումների մասին։ Այս մասով պետք է նշեմ, որ երևույթը ինքնին պարոն Հարությունյանի կողմից իրավացիորեն գնահատվել է բացասական։ Բացասական ոչ միայն կոնկրետ դատավորի համար, այլ նաև ընդհանրապես համապատասխան դատարանի, դատական իշխանության, հասարակության առանձին անդամների, համապատասխան դատավարությունների մասնակիցների, որովհետև մենք ունենք նաև հետազոտված գրավոր ապացույց առայն, թե քանի հազար դատական գործ է վերամակագրվել, քանի ինչպիսի հետևանքներ են առաջացել դատավորների լիազորությունների դատարման արդյունքում։ Եվ կարծում եմ այս հետևանքները անկախ նրանից, թե ինչ պատճառով է համապատասխան դադարեցումը տեղի ունեցել, կրկին, որպեսզի սխալ չհասկացվեմ, նշեմ, որ նկատի չունեմ խորհրդի կողմից, որպես դատարան հանդես գալիս կայացված որոշումներով լիազորությունների դադարեցման հանգամանքները։ Առաջանում են միանշանակ բացասական հետևանքներ եւ պարոն Հարությունյանի խոսքը իմ կարծիքով առավել քան տեղին էր։ Հաջորդիվ պարոն Դադոնցը հիշատակելով կրկին իմ խոսքը նշել է, թե ես ասել եմ, որ կարող են պարոն Հարությունյանի
խոսքի վերաբերյալ առաջանալ տարբեր ընկալումներ։ Այս իմ կարծիքը, իմ դիրքորոշումը հայտնել եմ պարոն Աթաբեկյան ձեր հարցին ի պատասխան եւ չեմ հրաժարվում այդ իմ պատասխանից, բայց գտնում եմ, որ կրկին համատեքստից կտրված է իմ խոսքը։ Փորձեմ լրացուցիչ պարզաբանեմ նաեւ այս մասով։ Տարբեր ընկալումներ այո արկա են։ Առնվազն արկա են այնքանով, որքանով այս միջնորդությունը ներկայացված է բարձրագույն դատական խորհուրդ։ Այսինքն առնվազն արդարադատության նախարարությունը, լիազոր մարմինը, ունի տարբերակված ընկալում նրա մասին, թե ինչա խոսել պարոն Հարությունյանը, ինչա նկատի ունեցել եւ այլն։ Ավելին, այս հարցը քննարկման առարկա դարձվեց վարույթի շրջանակներում այն համատեքստում, թե նաեւ իմ խոսքը կառուցվեց այն համատեքստում, թե ինչպես պետք է խորհուրդը գնահատման արժանացնի, թե ինչպիսի ընկալում է ունեցել պարոն Հարությունյանի խոսքը հասարակության լայն զանգվածում կամ որևէ առանձին վերցրած անձի գիտակցության մեջ։ Եվ ես նշեցի, որ սույն վարույթով չկա գեթ մեկ ոչ թե ապացույց, այլ փաստական տվյալ, որը կարող է վկայել նրա մասին, թե որևէ անձ կամ հասարակություն ընդհանրապես ունեցել է որևէ ընկալում պարոն Հարությունյանի խոսքի վերաբերյալ։ Ավելին, ես նշեցի այն պատասխանելով ձեր հարցին, որ դուք նշեցիք այդ ձեր ընկալմամբ կասկածի տակ առնվում է թե ոչ, ես ասացի, որ իմ ընկալումը կարող է տարբեր լինել եւ իմ ընկալումը ինքնին չի կարող հիմք հանդիսանել համապատասխան որոշման կայացման համար եւ հավելեցի, իմ ընկալմամբ ոչ, կասկածի տակ չեն առնվել։ Հիմա եթե իմ ընկալումը կամ իմ մեկնաբանությունը, իմ խոսքերը այդքան կարեւոր են պարոն Դադոնցի եւ լիազոր մարմնի համար, ես կարծում եմ, որ այս պարագայում խորհուրդը պետք է առաջնորդվի այն գնահատմամբ, որ կասկածի տակ առնելու դատական ակտը կամ դատարանի անկախությունը նման ընկալում առաջացնող խոսք պարոն Հարությունյանը չի ունեցել։ Առնվազն դրան հակառակվող որևէ փաստական տվյալ կամ փաստարկ կամ ապացույց սույն վարույթի շրջանակներում ներկայացված չի եղել։ Այս ամենի ամփոփմամբ ես կարծում եմ, որ ներկայացված միջնորդությունը փաստազուրկ է, ապացույցներով հիմնավորված չէ, մինչդեռ պետք է լիներ այդպիսին եւ համապատասխանաբար ներկայացված միջնորդությունը ենթակա է մերժման։ Կարճ նաև անդրադառնամ պարոն Դադոնցի այն խոսքին, թե Եվրոպական դատարանի համապատասխան վճիռների մեր մեջ բերումները ինչու կիրառելի չեն, որովհետև ըստ պարոն Դադոնցի վերաբերվում են այլ փաստական կազմով գործերի։ Մինչդեռ ես առիթ եմ ունեցել նաև վարույթի շրջանակներում խորհրդի ուշադրությունը հրավիրել նրան, որ մենք չենք ասել, թե փաստակազմը տվյալ գործերով նույնական է ինչպես սույն կարգապահական վարույթի փաստակազմն է։ Մենք ասել ենք, որ տվյալ որոշումներով Եվրոպական դատարանը մեկնաբանման առարկա է դարձրել խոսքի ազատության իրավունքը, մասնավորապես անդրադարձել է դատավորների խոսքի ազատության սահմաններին, տվել մեկնաբանություններ եւ ըստ էության բացահայտել Եվրոպական դատարանի ընկալումն ու մեկնաբանությունը այդ իրավունքների վերաբերյալ։ Եվ համապատասխան վճիռները, համապատասխան որոշումները մեր կողմից վկայակոչվել են հենց այդ մասով, ոչ թե փաստակազմի, այլ իրավունքի էության բացահայտման։ Նկատի ունենալով, որ նաև խորհրդի արժև է այս վարույթով դրված հարց, թե դատավորի խոսքի ազատության իրավունքը ինչ սահմաններ պետք է ունենա եւ որ դեպքերում պետք է առաջանա կարգապահական պատասխանատվության հարց։ Այս ամենի հաշվառմամբ ես գտնում եմ, որ միջնորդությունը ներկայացված ենթակա է մերժման։ Հավելեմ, հարգելի խորհուրդ, որ ինձ համար պատիվ է այս դատական նիստերի դահլիճում պարոն Հարությունյանի շահերը ներկայացնել եւ հանդես գալ որպես վերջինիս ներկայացուցիչ, բայց նաեւ պետք է իմ եւ գործընկերներիս եւ հասարակության ընկալումն էլ իմ կարծիքով փորձեմ իմ եզրափակիչ ելույթով հասանելի դարձնել խորհրդին, մասնավորապես պետք է ասեմ, որ ես արդեն 10 տարուց ավել զբաղվում եմ փաստաբանական գործունեությամբ, հիմնականում քրեական արդարադատության ոլորտում։ Վստահ եմ խորհրդի բոլոր անդամները սրա մասին գիտեն, բայց կարծում եմ ավելնորդ չի լինի սրա մասին հիշատակել, որ մինչև 2023 թվականը պարոն Հարությունյանը, մինչ պարոն Հարությունյանի լիազորությունների դադարեցումը եղել այն եզակի դատավորների շարքում, որոնց գործ մակագրվելու մասին ներգրաված փաստաբանները ճակերտավոր ասած երազել են։
Բացատրեմ ինչու։ Ոչ թե նրա համար, որ պարոն Հարությունյանը ունեցել է պաշտպանական հակումներ կամ պաշտպանության կողմին է փորձել ինչ-որ բանով բավարարել եւ այլն, այլ այն նպատակով, որ իմ խորին համոզմամբ չկա մեկ փաստաբան, ով վստահ չի լինի նրանում, որ պարոն Հարությունյանի նախագահությամբ քննված գործերով կայացված դատական ակտերը առավել քան միանշանակ եղել են վերջինիս միանշանակ համոզմունքը եւ ուղղորդված չեն եղել որևէ հանրային մասնակցի կողմից։ Մինչդեռ այլ դատավորների մասով նման համոզմունք ոչ միշտ է, որ արկա է լինում փաստաբանների մոտ։ Այս մասով պետք է նշեմ, որ ես ըստ էության փորձում եմ հանդես գալ նաեւ որակյալ արդարադատության իրականացման շահառու, այսպես ասած, մի քիչ սուբյեկտիվ տեսանկյունից։ Եվ իմ կարծիքով պարոն Հարությունյանի լիազորությունների դադարեցումը որևէ դեպքում, մասնավորապես սույն կարգապահական վարույթի դեպքում, չի կարող որևէ արդարացում ունենալ։ Որովհետև վերջինիս եւ իրպես մի քանի դատավորի լիազորությունների դադարեցված չլինելը առավել քան բարձրացնում է ոչ միայն հեղինակությունը դատական իշխանության, այլ նաև նպաստում է ընդհանրապես արդարադատության համակարգի կայացմանը Հայաստանի Հանրապետությունում։ Իմ կարծիքով, ինչպես նշեցի արդեն, սա աննախադեպ կարգապահական վարույթ էր, թե իր քննության ծավալներով, թե վերագրվող արարքների ենթադրյալ բնույթով։ Ես կարծում եմ, որ նույն գնահատականը կարող են տալ եւ լիազոր մարմնի ներկայացուցիչները եւ կարող է նաեւ նույն գնահատականը կիսելի լինել խորհրդի կողմից կամ խորհրդի առանձին անդամների կողմից։ Եզրափակելով խոսքս, ես կարծում եմ, որ սույն կարգապահական վարույթով կայացվելիք որոշումը էական նշանակություն է ունենալու ոչ միայն սույն վարույթի շրջանակներում, այլ նաեւ էական նշանակություն է ունենալու ընդհանրապես դատական իշխանության եւ դատական համակարգի համար, այլ դատավորների համար, ում համար ձեր որոշումները ուղենիշային են, ցուցիչ են, եւ ես կարծում եմ, որ կայացվելիք դատական ակտով խորհուրդը պետք է հանգի այն արդարացի հետևությունների, որոնք որ չեն խաթարի իմ գնահատմամբ, ես առնվազն հույսով եմ, չեն խաթարի այն ընկալումները, որոնք որ այն ընկալումները, գնահատականները եւ արժեքները, որոնք որ պարոն Հարությունյանը ինքն էլ սույն վարույթի շրջանակներում ինձ թվում է ցույց դրեց։ Ըստ էության այսքանը պարոն Աթաբեկյան, ես իմ խոսքը ավարտեցի։ Ձեր շնորհակալություն։ Ձեզ։ Զբաղեցրեք ձեր տեղը, Տիկին Մկրտչյան համեցեք։ Ես կխնդրեմ ընդմիջումների հայտարարենք, ես իրականում ինչպես երեք նշեցի, ասացի չէ, որ ժամանակը սուղ է, ես արձանագրեմ, որ տրամադրված ժամանակը կոնկրետ ինձ համար բավարար չէր, ես ոչինչ չեմ կարդալու բացառությամբ մի քանի բանից, ես ընդհանրապես բանալի բառեր եւ թեզիսներ եմ գրել, որպեսզի այդ դրա օգնությամբ իմ միտքը արտահայտեմ, թե ինչի մասին եմ խոսելու։ Ասածս այն է, որ ես այնքան բան եմ կարդացել, որ այդքանը գրել հնարավոր չէր, ընդհանրապես բանավոր խոսքով եմ ներկայացնելու բացառությամբ մի քանի շատ կարևոր շեշտադրումների, հետևաբար հարգելի ես խորհուրդ, ես կխնդրեմ Դե մոտեցեք ներկայացրեք, այդ բանալի բառերը ասացիք գրել եք։ Հաջորդականության որոշման հարց կա, դրա համար եմ ժամանակ խնդրում։ Ես միշտ ոտում 5 րոպե ընդմիջում հայտարարել, որից հետո որոշենք հերթականությունը կամ ընդհանրապես խոսքով հանդես գալու խնդիրը։ 10 րոպե ընդմիջում։ Դատականից շարունակվում է ընդհատման պահից, կազմի փոփոխություն չկա, մասնակիցների փոփոխություն նույնպես ընդմիջում էր հայտարարվել, որպեսզի Դավիթ Հարությունյանը եւ նրա ներկայացուցիչը որոշակի քննարկում ունենա։ Խնդրեմ, պարոն Հարությունյան, ինչ որոշեցիք։ Դուք եք հանդես գալիս թե Տիկին Մկրտչյանը, խնդրեմ։ Հարգելի խորհուրդ, ես ընդհանրապես հիշեցման կարգով նշեմ, որ ես այս գործով ներգրավել եմ փետրվարի 23-ին, հավանաբար կհիշեք,
Եվ թերևս նույնիսկ չեմ հասցրել մինչև հիմա գործինյութերին ամբողջությամբ ծանոթանել, նկատի ունեմ բարձրագույն դատական խորհրդում գտնվող գործինյութերին։ Ինչ վերաբերում է քիչ առաջ իմ ասածին, որ ես իրականում ամբողջ գիշեր կարդացել եմ, մենակ միջազգային փաստաթղթեր, այնպիսի փաստաթղթեր, որի մասին թերևս որքան որ ես հիշում եմ, այս դահլիճում չի բարձրաձայնվել պարոն Հարությունյանների կողմից։ Հետապես հարգելի խորհուրդ, կարելի ասել իմ մոտ ասենց կիսապատրաստ, կիսաանպատրաստ վիճակ է։ Ես երեկ էլ եւ նախորդ դատական նիստի ժամանակ էլ ասացի, որ հարգելի խորհուրդ բավարար ժամանակ տրամադրելու հարցն է շատ կարևորում, դա նաեւ եվրոպական դատարանն էլ է շատ կարևորում, ստե խոսքը նաեւ ներկայացուցչին է վերաբերում, հետապես ես խնդրում եմ հարգելի խորհուրդ, ես գիտեմ, որ դատավարական ժամկետները լրանում են մինչև մարտի 12-ը, հետապես ես խնդրում եմ դատական նիստը հետաձգել անձամբ ինձ, որտեղ ասելիք շատ ունեմ ու ընդ որում պարոն Հարությունյանին, Զորայր Հարությունյանին լսելուց հետո որոշ բաներ կար, որ ինքը արդեն իսկ ասաց, դա ընդհանրապես չեմ ներառի, ես ինչ որ ասում եմ, ես պատկերավոր էլի սխեման եմ ասում, ինչի մասին ես պիտի խոսեմ։ Հետապես հարգելի խորհուրդ, ես խնդրում եմ ձեզ դատական նիստը հետաձգել, բավարար ժամանակ տրամադրել, որպեսզի ես խոսեմ եւ վերջում, քանի որ պարոն Հարությունյանի գործն է, ենթադրում եմ պարոն Հարությունյանը կեզրափակիչ, բայց ինձ խոսք ասելու հնարավորություն տվեք, որը պայմանավորված է ժամկետով։ Հաշվի առնելով, որ կոնկրետ օրինակ ես պլանավորել էի փետրվարի 20-ին, երբ որ բարձրագույն դատական խորհրդի անդամները հարցեր էին ուղղել պարոն Հարությունյանին, այդ ձեր հարցադրումները վերհանել, որը որ կարևոր էր գործի համար, փորձել համադրել լիազոր մարմնի փաստարկների հետ, այդ թվում եւ զրափակիչ խոսքով ասած փաստարկների հետ եւ փորձել այդ եղանակով նաեւ պարոն Հարությունյանի իրավունքների պաշտպանությունը իրականացնել, այսինքն մեր հակափաստարկները ներկայացնել, որով ինչպես պարոն Զորայր Հարությունյանը արեց, որով կհիմնավորենք, այսպես ասած, հակառակը։ Հետապես հարգելի խորհուրդ, ես խնդրում եմ, որտեղ ես անկեղծ ասած ինձ էլ եմ վատ զգում որպես պրոֆեսիոնալ իրավաբան, որ կիսապատրաստ վիճակում կամ ես նորից եմ ձեզ ասում, ես ընդհանրապես չեմ քնե գիշերը, ընդհանրապես կարդացել եմ, նույնիսկ չեմ որոշակի նշումներ եմ կատարել, այն որ ասում են բանալի բառերով եւ թեզիսներով, բայց այդ ամենը, այսպես ասած, իմ խոսքը սահուն չի լինի, հետևաբար ես խնդրում եմ ձեզ, որ ողջամիտ ժամկետ տրամադրել, ես նաև հաշվի եմ առնում, որ դուք նախորդիվ ասացիք, որ թերևս այդ երամսյա ժամկետը, որ օրենսդրությամբ նախատեսված է, ոնց որ հետաձգելու հետ կապված միջնորդությունը մերժեցիք, եթե ճիշտ եմ հասկացել ձեր պատճառաբանությունից, հետևաբար հարգելի խորհուրդ, ես խնդրում եմ ողջամիտ ժամկետ, բայց չասեք վաղը, էլի իսկապես առանձնապես ոչ քնել եմ, հիմա էլ եմ գնալու աշխատեմ, բայց ամեն դեպքում խնդրում եմ, որտեղ իմ խոսքը շատ կարևոր է, ես շատ կարևոր ասելիքներ ունեմ, որ պարոն Զորայր Հարությունյանը չի ասել ու հավանաբար պարոն Դավիթ Հարությունյանն չի ասել, որովհետև դա միջազգային այնպիսի փաստաթղթեր են, որի մասին այս դահլիճում չի բարձրաձայնվել։ Թերևս այսքանը, եթե պարոն Հարությունյանը բանն ասել է։ Չէ, բան եք ուզում ասել։ Այո, արգելի խորհուրդ։ Անշուշտ իմ ներկայացուցիչը պետք է ելույթ ունենա, ես դա շատ եմ կարևորում, որ էական նշանակություն կարող է ունենալ վերջինիս ելույթը, այդուհանդերձ ես ավելի վաղ նշել եմ, որ խնդիր կա, մտավախություն կա մեր մոտ, որ այս վարույթի կապակցությամբ կարող է որոշում չկայացվել, կարևոր հարցեր իրենց պատասխանները չստանան, զուտ ելնելով խորհրդի կողմից սահմանած կամ մեկնաբանած ժամկետների համատեքստում, այն է մինչև մարտի 12-ը խորհուրդը չհասցնի որոշում կայացնի, մենք նախորդ դատական նիստում միջնորդություն ենք ներկայացրել այդ ժամկետները հավելյալ պարզաբանելու, ինչպես նաև այդ ժամկետների երկարացման հարցը քննարկման առարկա դարձնելու մասին, խորհուրդը այդ հարցը չքննարկեց, նշելով, որ ըստ էության դա դրան կանդրադառնա անհրաժեշտության դեպքում։ Իմ առավել մեծ մտավախությունը նա է, որ այս գործով ինչ-ինչ պատճառներով օբյեկտիվ թե սուբյեկտիվ
խորհուրդը դրա հնարավորությունը չունենա տալու բարձրացված հարցերի պատասխանները, չակերտներում ասած ինձ տեխնիկական հաղթանակն էստեղ պետք չեն, թե տեխնիկական չակերտներում, թե հաղթանակը։ Հետևաբար ես այս մասով իմ ներկայացուցիչ, հարգարժան ներկայացուցիչ միջնորդությունը չեմ պնդում, այդ հավելյալ ժամկետ տրամադրելու հետ կապված, եւ ես թերևս հանդես կգամ վերջին այդ եզրափակիչ, թե վերջին խոսքով այսքանը։ Համեցեք ամբիոնի մոտ, պարոն Հարությունյան։ Ուրեմն նախ իմ խոսքը շնորհակալությամբ եմ ուզում հայտնեմ։ Շնորհակալությունս ուղղված է առաջին հերթին կուզենամ նշեմ նախարարության ներկայացուցիչներին, լիազոր մարմնին, իդեմս պարոն Դադունցի, որ երեկ վերջին խոսքով հանդես եկավ։ Շնորհակալությունս էլ պայմանավորված է մասնավորապես ազնիվ մրցակցության պայմաններում իրենց դիրքորոշումները տեսակետները ներկայացնելով, ի տարբերություն նախորդ վարույթների, երբ որ մեր դատավարական մրցակիցը ոչ միայն ԲԴԽ-ն էր, այլև նախարարությունը, այս վարույթում ստացած իմ տպավորությամբ բացառապես միակ դատավարական հակառակորդը դա բարձրագույն դատական խորհուրդն էր։ Շնորհակալություն եմ ուզում հայտնեմ բոլոր լրագրողներին եւ այս դատավարությանը հետևող բոլոր այն անձանց, ովքեր սկսած 2023 թվականից հետամուտ են եղել լուսաբանմանը, հետամուտ են եղել իրենց կարծիքներով կիսվելով, որը ինձ շատ է օգնել եւ օգնում է իմ դիրքորոշումները ներկայացնելու, հիմնավորելու համար։ Եվ բնականաբար առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնեմ իմ հարգարժան ներկայացուցիչներին, իդեմս պարոն Հարությունյանին նրա հրաշալի վերջին խոսքի կապակցությամբ, հարգելի փաստաբան Մկրտչյանին, ինչպես նաև այդ 23 թվականից իմ կողքը կանգնած փաստաբաններից, ովքեր հնարավորություն ստեղծեցին այսօր այս վերջին խոսքով հանդես գալու հնարավորություն ստանալու համար։ Նաև հատկապես էլի շնորհակալություն եմ ուզում հայտնեմ այն փաստաբաններին, ովքեր որ 23 թվականին գտնվում էին այս դատական նիստերի դահլիճից դուրս, եւ ում բարձրագույն դատական խորհուրդը վերագրել էր արդեն իսկ որպեսի ներգրաված փաստաբաններ, մինչդեռ վերջիններս զուտ ցանկություն էին հայտնել եւ պատրաստակամ էին ներկայացնելու իմ շահերը այս գործի քննության ընթացքում։ Անդրադառնալով այս դատական պրոցեսին, գործընթացին, մի բան եմ ուզում նախ եւ առաջ ասեմ, որ այս պրոցեսը իմ համար ավարտվել է արդեն փետրվարի 23-ին կամ 24-ին, այսպես ասեմ, չակերտներում հետաքրությունը կորցրել է այս պրոցեսը, եթե որոշակի տրամաբանություն կար, օրինակ իմ դիրքորոշումը ներկայացնելիս նշեցի, որ ես կպատկերացնեմ սա դատախաղ է եւ կփորձեմ իմ դիրքորոշումները ներկայացնեմ, ինչ որ որոշակի հույս ունենալով կամ ակնկալելով, թե ինչ որ մեկը խորհրդից կարող է դրան իրավական արձագանք տալ այդ խոսքերին, պատշաճ եւ օբյեկտիվ գնահատական տալ, այն ժամանակ, երբ որ հարգելի պարոն Թումանյանի ներկայացվեց բացառք իր ավելի վաղ հնչեցրած դատական իշխանության հնչեցրած խոսքերի կապակցությամբ, իսկ խոսքերը վերաբերում էին իմ աշխատած ժամանակահատվածին, երբ որ նա 11-ից 23 թվականները բնորոշեց դատական համակարգը կոռուպցիայի մեջ թաթախված, վերից վար թաթախված,
բնորոշեց դատական ակտերը բոլորը գներով կայացրած, ու այս բնորոշումը խորհրդի կողմից միաձայն, օրինակ պարոն Թումանյանը նշում էր վերից վար, ես կասեի աչից ձախ եւ ձախից աչ, արժանացավ միանձնյա կամ կոնսենսուսի հիման վրա գնահատականի։ Ամեն դեպքում ես չլսեցի, որ որևէ խորհրդի անդամ այդ գնահատականի այդ բացարկը մերժելու մասին որոշման կապակցությամբ հայտնել է մեկ այլ կարծիք։ Այդ պահից սկսած ինձ համար պարզ դարձավ, որ այլևս առարկայազուրկ, իմաստազուրկ, էական չէ, թե ստեղ ինչ կասվի, կողմերը ինչ կխոսեն, ակնկալել օբյեկտիվ, իրավական, անաչառ գնահատական հնարավոր չէ։ Սա անկյունակարային էր այս դատական քննության համար։ Նաև պարոն Թումանյանն էլ որ չստացի, թե իր հանդեպ անարդար ենք եղել, իր խոսքը օգտագործել ենք, ես իմ համար սա նշեմ, ցանկանում եմ այս տպավորություններով սկիզբեմ, երբ որ ես բացակի միջնորդությունը ներկայացնում էի, ես անկեղծ պետք է ասեմ, իմ տպավորությունը նրանում էր, թե պարոն Թումանյանը դիտավորյալ է բառերը ասել, որ ուղղակի կարծիք էր, որ հնարավոր է նա ուղղակի չի ուզում այս հետագայում այս գործով որոշում կայացնի։ Ինչ որ իր համար ինքնաբացարկի հիմք է ստեղծել, եւ ես փորձեցի այդ հնարավորությունը, այսպես ասած, նաև այդ համատեքստում վերջինիս տրամադրեմ, տամ։ Բայց հետագայում նաև պարոն Թումանյանի այլ հրապարակային խոսքեր լսելու առիթ եղավ, մասնավորապես նրա ազգային ժողովում ելույթը, եւ նա ինձ համար պարզ դարձավ, որ վերջինիս գնահատականները վերաբերում են ոչ թե իմ աշխատած ժամանակահատվածին, ինչպես որ փաստել էր դատական նիստում, այլ վերաբերում էր մինչև 2018 թվականը տեղի ունեցած արդարադատությանը, դատավորներին եւ այլն։ Սա ուղղակի նաև ուզում եմ ասեմ, որ նաև կարող են պարոն Թումանյանին մեղադրանքներ լինել այլ համատեքստերից, ոչ իրավական, թե ինչի է 11-ից 23-ը գնահատել, այս առումով հանուն արդարության ուզում եմ նաև այդ ամեն ինչը նշեմ, որ հաստատ ինձ թվում է այդ մասով առնվազն վրիպում է եղել, որ ոչ թե նկատի ունեցել 23-ը ներառյալ, այլ նկատի ունեցել տպավորությունը նրանում է եղել եւ ես որ մինչեւ 18 թվականն եմ աշխատել։ Ամեն դեպքում խորհրդի գնահատականը իմ համար անկեղծ եմ ասում շատ անսպասելի էր։ Ես մտածում էի, եթե իմ ազատ խոսքի վերաբերյալ բարձրագույն դատական խորհուրդը պետք է գնահատական տա, ապա գնահատական կարող է տալ այն բանից հետո, երբ որ պարոն Թումանյանն այս վարույթից հեռացներ, այսինքն բացարկի միջնորդությունը բավարար էր։ Թե չտեսեք ինչ է ստացվում։ Ես քննադատում եմ ենթադրաբար ըստ մեղադրանքի 4 խորհրդի կողմից կայացված դատական որոշում, կամ քննադատում եմ բարձրագույն դատական խորհուրդը, ու հիմա մենք, չգիտեմ, 70 թե 80 ժամ դատական նիստ ենք հանրագումարով իրականացնում, այդ իմ վերաբերյալ հարցն է քննարկվում, թե ես իբր կարգապահական խախտում կատարել եմ, թե չէ։ Բայց մեր գործընկեր Թումանյանի խոսքերը վերաբերում էին ամբողջ դատական համակարգին, բոլոր դատավորներին, նրանց կողմից կայացված բոլոր ակտերին։ Այն որ այդ քննադատությունն էլ փաստազուրկ էր, փաստազերծ էր, անհիմն էր, դրա մասին բնականաբար խոսք չկա, չի եղել ու չի կարող լինել որևէ միջազգային կազմակերպության գնահատական, այն էլ հեղինակավոր կազմակերպության գնահատական, թե նման իրավիճակ է եղել։ Դենց առանձին քաղաքական գնահատականներ կամ, չգիտեմ, Facebook-յան ստատուսներ այդ մասին կարդացել ենք, բայց որևէ զեկույց այդպիսի բան չի արձանագրել ու չէր էլ կարող արձանագրել, իսկ եթե նույնիսկ արձանագրած էլ լիներ, սա դատական իշխանության դրա նկատմամբ դրսևորած ռեակցիան չէր կարող լինել, թե դա իրավաչափա կամ թույլատրելի է, որ որևէ մեկը պատմուճանը հագին հիմնվի այդպիսի տեղեկատվության վրա ու այսպիսի ամբիոնից, ինչպես ԲԴԽ-ն է ասում, բարձր դատանի ամբիոնից նման պնդում հայտարարություն հաստատական դատողություն անի։ Այսինքն ստացվում է մի բան, որին վերաբերյալ քննարկում ենք, թե ես արդյոք քննադատել եմ 4 դատական ակտ, քննադատել եմ ԲԴԽ-ին, իրավաչափ ա եղել, իրավաչափ չի եղել, բայց ամբողջ դատական համակարգի վերաբերյալ
բոլոր դատավորների մասին նման հայտարարությունները ստացվում է իրավաչափ են, ու այնպիսի իրավաչափ, որ ոչ թե կարգապահականի հարց չի առաջացնում, այլ նույնիսկ բացարկի չի հանգեցնում։ Այսինքն որևէ մեկի մոտ, հանրության մոտ, դատավորության մասնակիցների մոտ անգամ այդ տպավորությունը չէր կարող ստեղծել։ Այս ամբողջը իմ համար առարկայազրկեց, իմաստազրկեց հետագայում հնարավոր բացարկի միջնորդություն է ներկայացնել պարոն Աթաբեկյանի խոսքերի հետ կապված, որ լսվել էր դատական նիստում, իմաստազրկեց Տիկին Թումանյանցին, Մկոյանին եւ մյուսներին հարցերի ընթացքում արված պնդումների, հարցերի ուղղությունների, մեղադրական հակումների կապակցությամբ բացարկի միջնորդություն ներկայացնելու հնարավորությունից։ Ինչևէ, անդրադառնալով էլի այսպես ասած կարգապահական մեղադրանքի հարցին, մի բան ասեմ, մենք հարմարվել ենք այն կանոններին, որոնք Բարձրագույն դատական խորհուրդը 23 թվականից սահմանում է։ Նախ այդ 23 թվականի կանոններից է խոսելով, ասեմ, որ այդտեղ կանոններ չի եղել։ Կանոններ գծվել են, սահմանվել են ըստ նախագահի ճաշակի, տրամադրության, նրա, այսպես ասեմ, ըստ իրավագիտակցության, Եկ չմոռանանք ինչպես էր դա տեղի ունենում, նակ երբ որ փակվեցին այս դահլիճի դռները իր գործընկերոջ նախարարի միջնորդության հիման վրա։ Բացարկի միջնորդությունների հիման վրա առանց իմ կարծիքը հաշվի առնվելու դատանի կազմից հեռացվեցին դատավոր անդամները, որոնց հետ ըստ նախարարի ունեի ընկերական հարաբերություններ։ Այդ ճակերտավոր ընկերական հարաբերություններում հետ, որ մյուսների հետ ունեի, մնացին կազմում։ Այն ինչ որ իրանց ընկերական հարաբերություններ, իրանք էլի կարային շարունակեն մնային կազմում։ Բռնության սպառնալիքներ տեղացին իմ նկատմամբ։ Ճշտող հարցից թե հետում նկատմամբ եք բռնություն գործադրում, կամ այդ ինչ եք ասում, ասեցին չէ գույքի նկատմամբ ենք ուժ գործադրելու սպառնալիք տալիս։ Հեգնական վերաբերմունք, նիստերի ընթացքում հեռախոսով խոսալ, դրա կապակցությամբ մեր կողմից դիտողություն, հեռախոսը երեսին քսել։ Կողմերի կարծիքները հաշվի չառնել, նույնիսկ ԲԴԽ-ի անդամների հարցերը հանել։ Պնդումներ, թե ԲԴԽ անդամները ինքնուրույն չեն, որ հարցեր տան, ինչ-որ բաներ պահանջեն։ Միանձնավորոշումների կայացում։ Այն պատճառաբանությամբ, որ ԲԴԽ նախագահն է կայացնում այդ որոշումները, ով համաձայն չի, նոր այդ դեպքում կարողա ձայն հանի։ Եվ վերջում էլ, այսպես ճակերտավոր ասած բենեֆիսը, կամ այդ ամփոփում այդ դատավարության, ինձ դատական նիստերի դահլիճից հեռացնելը փաստաբաններին, դատարան ժամանած փաստաբաններին այս դահլիճ մուտք գործել չթույլատրելը։ Ու այդ դրա կապակցությամբ այս բարձրախոսներով, նախկին բարձրախոսներով քննարկումները Բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամի ու դատակոչում ենք մերժվեց եւ Անդրեասյանի, երբ որ խոսում էին, որ պետք չի, որ բարձրանան փաստաբանները։ Ու այդ դրա կապակցությամբ, չգիտեմ այդ ոնց որակեմ, այդ փաստաբաններին չթողնելուց հետո ափսոսանքի հայտնումը, որ փաստաբաններ չեն եկել, բառացի ուղղակի ափսոսանքի հայտնում, ու դրանից հետո 17 րոպեում այս ամբողջ բարույթն ինչ որ քանի տասնյակ ժամ էր քննարկել ենք, 17 րոպեում ավարտելը ու որոշում կայացնել։ Այդ որոշումը ինչի մասին էր։ Ակնհայտ կեղծ տեղեկությունների մատնանշմամբ, տարբեր տեղեկություններ, տարբեր տեղի չունեցած գործողությունների վերագրում պաշտպանության կողմին, այսինքն մեր կողմին, ու ձևակերպումներ։ Նույնը 24 թվականին ավելի հանդուգն Սահմանադրական դատարանի որոշումից հետո անգամ ինչ արեցին, 1 ժամվա մեջ 600 էջը ուսումնասիրեցին, ասեցին նոր բան չես ասել, հաջողություն, նույն որոշումը կայացրեցին։
ու այդ նույն որոշումը կայացրել են 7 հոգի առնվազն, այս բային գործող 9-ից 7 հոգին։ Նախորդ որոշումը կայացնողներից 3-ն են։ Ու հիմա մենք ասում ենք, թե նոր քննություն ենք իրականացնում այդ վարույթների։ Արդյոք երևի եղել է այլ ես սրա մասին խոսեմ։ Այդ Դանիել, այդ անդադ այդ մարդու ազգանունը չեմ հիշում։ Նոբելյան մրցանակակիր կա, որի հետ բախտավիճակվեք 22 թվականին դատավորների ժողովին հանդիպեմ։ Ուրեմն անդրադարձել այս իրավիճակներին, երբ որ դատավորները նախկինում կայացված որոշումներով ինչքանով են կաշկանդված լինում։ Ըստ այդ տեսության դուք հնարավոր չի մեկ այլ որոշում կայացնեք։ Զուտ հոգեբանական տեսանկյունից։ Այս հոգեբանական տեսանկյունից էլ քանի խոսացի, չմոռանամ նշել։ Այն օրինակ հարցեր էին տալի, թե ինչ դիրքորոշում ունեմ ես, կամ ինչ կարծիք ունեմ, թե արդյոք հասարակությունը ինչպես է անցալել իմ խոսքերը, ինչպես է դա գնահատել, ես այդտեղ նշեցի, որ ես հոգեբանության ոլորտում հատուկ մասնագիտական գիտելիքներ չունեմ։ Այդ նույնը փաստեց նաև պարոն Աթաբեկյանը։ Բայց մի հատ ձեր նախկինում կայացած որոշումները նայեք, ամենավերջինը դատավոր Պետրոսյանի վերաբերյալ։ Դուք գնահատում եք դատավորի վերաբերմունքը, հոգեբանական վերաբերմունքը իր գործողությունների նկատմամբ, ինչ-որ այսպիսի ձևակերպումներ։ Ինձ հենց հետաքրքիր է, ոնց եք այդ գնահատում։ Ու տենց ակտեր կայացնում։ Եթե հոգեբանության ոլորտի հատուկ մասնագիտական գիտելիքներ չունեք, եթե փորձագետի եզրակացություն չկա, դες կայացնում եք, հիմա այն վերաբերյալ է, պետք է գրեք երևի, դատավորի հոգեբանական վերաբերմունքը իր խոսքերի նկատմամբ կամ հանրության ընկալումը այդ կապակցությամբ։ Ապացույց չկա, եզրակացություն չկա, այդ գիտելիքները չունեք, բայց դες գնահատականներ եք տալիս։ Դա նրանից է գալիս, որ իմ փաստաբաններից մեկը այն առաջի վարույթում շատ խելացի բան ասեց, մի պարզ ճշմարտություն, որ մտքներով չէր ասում։ Դա նրանից է, որ ձեր որոշումները ձեզ թվում է, թե անբողոքարկելի են, վերջնական են։ Անա կարելի է սահմանել կանոններ, այդ կանոնները խախտել, մեկ խոսել վարչական դատավարությունից, երբ որ ապահովությունների բեռի բաշխման մասին է գնում, բայց ասենք ներկայացված միջնորդությունը վարույթի օրինականության վերաբերյալ հետաձգել խորհրդակցական սենյակ կայացում, մինչև դրա վերջնական որոշման կայացումը։ Երբ որ ասում ենք այդ շրջանակներում ապահովությունների բաշխում արեք, ասում եք օրենքը չի նախատեսում, ճիշտ է, վարչական դատավարությունը այդպես նախատեսում չունի։ Բայց սա խնդիրը այն է, որ վարչական դատավարությունը չի նախատեսում, որ որևէ որոշում կարելի է հետաձգել մինչև վերջնական դատական ակտի կայացում։ Դա նախկին քրդատով էր այդ հնարավորությունը տալիս, որ կողմի միջնորդությունը կարելի էր հետաձգել մինչև վերջնական դատական ակտի կայացում։ Բայց օրինակ այս պահին գործող քրեական դատավարությունը այդ հնարավորությունը չի տալիս, որտեղ կամ պետք է վերդիկտ կայացնես, այդ դրա շրջանակներում անդրադառնաս։ Դրանից հետո չես կարող դու վերջնական դատական ակտով նման հարցի անդրադառնաս։ Երբ որ ասում ենք որոշումները տվեք, տեսնենք այդ բացարկները ինչի եք մերժել, այդ ընթացիկ միջնորդությունները ինչի եք մերժել, ասում եք, չգիտեմ, որ օրենքով է, վարչական դատավարություն, քաղաքացիական դատավարություն, թե ԲԴԽ պրակտիկա։ Այդ ԲԴԽ պրակտիկա։ Չկա տենց բան։ Այս կանոններով պաշտպանությունը ընդհանրապես ուղղակի դատավորների զրկում է արդյունավետ պաշտպանության հնարավորությունից։ Եվ չգիտեմ, բացարկի միջնորդություն ներկայացնում են, դրանք անդրադարձ կարվի, չի արվի, ինչ ծավալով կարվի, թեև նախագահը հավաստիացրեց բազմիցս, որ այն ծավալով է լինելու այդ մերժումները, այն ինչով որ դատական նիստում հայտարարվել է։ Իսկ բայց նախկինում նման դառը փորձ ունեցել ենք, երբ որ որոշումներ էր կայացվում, մեկ էլ օրինակ այդ բացարկի միջնորդությունները դատավոր անդամներին 23 թվականին, այդ որոշումները կարդացեք, ոչ միտեղ չեք հանդիպի, ոչ պատճառաբանությունները այդ բացարկների, ոչ ԲԴԽ-ի գնահատականները դրա վերաբերյալ, ուղղակի չկա դրա մասին ոչ մի նշում։ Մյուսների բացարկների մասին վերացան ուղղակի անհիմն է, բայց ինչ-որ անդրադարձ կա Անդրեասյանի բացարկի մերժման հանգամանքների վերաբերյալ, որոնք ուղղակի քննադատության չեն դիմանում,
ու եվրոպական դատարանն էլ եւի այդ վերջակետը դրեց այդ հարցում։ Հիմա այստեղ հարցը նրանում է, թե ինչ որոշում պետք է կայացնեք այս միջնորդության կապակցությամբ, կամ ընդհանրապես այս ինչի մասին ենք այս ընթացքում խոսում ենք։ Մենք ուղղակի ընդունել ենք ձեր կանոնները, եկել ենք այս դաշտ, չգիտեմ, իջել ենք թե բարձրացել ենք, քննարկում ենք, ես ասել եմ կոնսենսուս ի նկատի եմ ունեցել նախկինում հարգարժան անդամների խոսքերը բարձրագույն դատական խորհրդի, թե ոչ։ Դուք երևի, չգիտեմ, ինչ մտածելակերպ է, ինչ դիրքորոշումներ ունեն, էլի, ընդհանրապես խորհրդի անդամներ, բայց սա ընդհանրապես այս քննարկումը պետք է տեղի չունենար։ Եկեք մենք պետք է մի բան շատ բարձ հասկանանք։ Դատավորները իրավունք ունեն խոսքի իրավունք, թե չէ։ Այդ խոսքի իրավունքը դատավորներին բնորոշ է, թե չէ։ Այն մի հարցը, որին պետք է պատասխան տանք, հետևյալն է։ Իրավունք ունեն քննադատեն բարձրագույն դատական խորհուրդը, թե չէ։ Պետք է խոսեն, թե չէ։ Այս հարցերին պետք է պատասխան տաք։ Եկեք խոսքերի բովանդակության մեջ եք մտնում, այ երբ որ դուք ասեք, թե այս դատավորի խոսքը չի վերաբերել դատական իշխանության քննադատությանը, քաղաքական խոսքի տարերա պարունակ է, անձանց թիրախավորումա պարունակ է, անձանց հասցեին վիրավորանքներ։ Չգիտեմ, տարբեր բաներ այդ դեպքում միգուցե իմ համար այդ մեղադրական ակտն ընդունելի կլինի։ Բայց իհարկե այդ դրա կապակցությամբ էլ քննարկում տեղի ունեցավ, որևէ մեկը հարց չտվեց ԲԴԽ-ից, նախարարությունն էլ ասեց, որ այդտեղ քաղաքական խոսք չի եղել, անձանց թիրախավորում չի եղել, այլ քննադատության է ենթարկվել ԲԴԽ-ն, քննադատության է ենթարկվել դատական ակտերը։ Այսինքն այսպես ասեմ, դիսկուրսի քննարկման մակարդակը իջեցրել ենք այնտեղ, թե դատավորը ինչ ասե, ինչ այ նկատի ունեցել, ով ինչպես կընկալեր։ Պարոն Աթաբեկյան, այ այս նիստը, որ մի քանի օրով հետաձգվեց, կարծես թե Պրագա եք գնացել։ Այնտեղ հենց այդ քննարկումները վերաբերում էր դատավորների ազատ խոսքին։ Երկու օր քննարկում է տեղի ունեցել։ Ես հույսով եմ այդ բոլոր բանախոսներին կարողացել եք լսել ու հույսով եմ բոլորին եկել պատմել եք այս մասին։ Օրինակ այն հայտնի Դանիլեի նախադեպի մասին ենք խոսում։ Այդ երկրորդ օրվա բանախոսն էլ ինքն էր եղել։ Չնայած իր կողմից զետեղված նկարներում տեսած ես լսանում չհայտնաբերեցի, միգուցե դա սեմինարից առաջ էր, իր խոսքից առաջ էր, թե հետո։ Բայց այն էլ այնտեղ էս վերջի 25 թվականի դեկտեմբերի որոշումն է մեծ պալատի եվրոպական դատարանի երեք խոսում ենք։ Դե տենդենսները ուր են հասել, ես հույսով եմ ամեն դեպքում այդ նրա զեկույցը կամ խոսքը լսել եք, քննարկումներին մասնակցել եք, նաև կիսվել եք մյուսների հետ։ Տենդենսները ուր են հասել, մենք ինչ ենք քննարկում։ Այս ամեն ինչը, ինչ որ այս քննարկում ենք, դու ինչ ասեցիր, ոնց ասեցիր, ինձ իրականում անկեղծ պետք է ասեմ, մոտ դեժավյու առաջացնում։ Երբ որ ընդամենը 1 տարվա քննիչ էի 2003 թվականին, մի հատ ոստիկանի վերաբերյալ ոստիկանի որ վթարի էր ենթարկել վարելով տաքսի մեքենա մի քաղաքացու գործ էի քննում։ Քաղաքացու բողոքի հիման վրա այդ գործը կարճում էի։ Բայց շատ հարգարժան մի դատախազի օգնական, ով որ ավելի մեծ մասը իր պրակտիկայի սովետական տարիներն էլ աշխատել, ինձ ցույցում տվեց, որ մի հատ բան գրեմ, միջնորդագիր գրեմ։ Այն ժամանակ տենց հնարավորություններ օրենքը տալիս, այս սրա ղեկավարությանը ոստիկանի, որ սան աշխատանքից հանեն, այդտեղ կարճում էր գործը։ Որովհետև այդ ոստիկանը գիտակցական եւ արտագիտակցական կյանքում, չգիտեմ, պարտավոր էր այնպիսի վարքագիծ դրսևորել ու միած sense ինչ-որ հին իրավական ակտի հղումով, միած sense ցույցում էր, որ այսպիսի միջնորդագիր կգրես, թե բա ոստիկանը ինչ իրավունք ունի տաքսի քշի, եթե տաքսի է քշում, ինչքան պետք է ուշադիր լինի, որ ճեկի խախտումներ, կանոնների խախտումներ թույլ չտա։ Այսինքն այն որ մի հատ գնահատել ենք այդ դա հերիք չէր։ Պետք է մի հատ էլ տենց ինչ-որ միջնորդագիր գրենք, որ այդ մարդուն հեռացնեն կամ մի հատ էլ առանձին նկատողություն տային։ Այս տպավորությունն է մոտ է դեժավյուն առաջացնում։ Դատավորը այս ասել է այս խոսքը, չի ասել։ Իսկ ինչ վերաբերվում է խոսքերին։ Երեք կարծես թե ասեցի, հիմա էլ եմ ասում։ Երևի թե այ հիմա ընդունում եմ, որ ես հանրության հետ երևի թե ազնիվ չեմ եղել։
ազնիվ չեմ եղել, չեմ ասել իրականում իմ ունեցած տեղեկությունները, չեմ կիսվել իրական իմ համոզմունքներով։ Այ մասնավորապես այդ ապրիլի 7-ին։ Այդ հետ բացարձակ կոնսենսուսի, թե այդ միանձնավորոշումների կայացման, այդ ամբողջ գործընթացների մասին։ Հիմա ես համոզված եմ այդ որոշումը, որ գրելիս լինեք, այս միջնորդության վերաբերյալ մի բան պետք է գրեք, այն ինչ որ այդ հարցադրումներից էլ էր բխում։ Մասնավորապես Տիկին Թումանյանցի, պարոն Հովհաննիսյանի, թե այդ նույնակ այդ որ 20 դատավորի մասին խոսում էիր, ասում էիր ապօրինի եղանակով նա լիազորությունները դադարեցվել է։ Բա դու նրան մասին նախկինում խոսելու հնարավորություն ունեցել ես, թե չես ունեցել։ Իբր չենք ունեցել։ Բայց դու մանրամասն բացատրել ես հանրությանը, թե ասենք ինչի նկատի ունես, այ թե չես բացատրել, ուրեմն դու խախտում ես կատարել։ Այն ինչ որ որոշման մեջ էլ է գրված, կներեք, բայց այս բառը պետք է օգտագործեմ, համարժեք բառ չեմ կարողանում գտնել, ըստ ինձ սա ցինիկ վերաբերմունք է։ Այդ որոշման մեջ ինչ որ արձանագրվել է, գրված է, որ դատավորները իրավունք ունեն իհարկե քննադատեն, իրավունք ունեն նաև ԲԴԽ-ին քննադատեն, բայց պետք է նրանց խոսքը լինի պատճառաբանված, պետք է լինի մատչելի, այսինքն ինչ էիք ուզում դուք։ Ես պետք է վեր կենայի, ասեի այն խոսքերը, ինչ որ այստեղ եմ արդեն ասել, որոնց ակտուալությունը արդեն վաղուց կորցրել է, որ ասեք կանչեցին, դատավորներին խաբեցին հանրությանը, խաբեցին, չգիտեմ, կառավարությանը, խաբեցին ազգային ժողովին ու շարունակում են խաբել։ Այդ էիք ուզում լսեիք։ Այսինքն եթե ես սա ասեի, ստացվում էր խախտում չկար։ Պարոն Դադոնցը մի հատ շատ լավ հարցերի ժամանակ, թե ռեպլիկի ժամանակ բան ասեց, ասում է թե հաղորդում տայր, խնդիր չէր լինի։ Այսինքն ստացվում է, որ ես ամբողջ ճշմարտությունը, եթե նույնիսկ այդ է մի նկատի ունեցել, չեմ ասել, այդ դրա համար ես խախտում եմ արել, ես պետք է կանգնեի ամբողջ ճշմարտությունը ասեի, որ ես պետք է կանգնեի ասեի այս դատավորներին, որ հանեցին, այս պահին իմ կարծիքով տեղի ունենում 100 միլիոն դրամից ավելի գումարների, այսպես ասեմ, ճակերտներում վատնում, քանի որ մարդիկ չեն աշխատում, բայց գումար են ստանում, ու էլի եմ կրկին շեշտում, իրանց կամքին հակառակ։ Երևի ես պետք է ասեի, որ այդ ժամանակ կասեմ, թե խախտում չկա, մարդը բացահայտել է մեր ամբողջ գործունեությունը, մեր ամբողջ մտքերը, չգիտեմ, արածները, այդ ժամանակ խախտում չկա, բայց որ ասում ես, ըստ ինձ ապօրինի են ազատվել այդ դատավորները, դա խախտում է, որտեղ դու ամբողջ այս համար ես մեծ սիրով պատասխանատվության կենթարկվեմ, որ ես ամբողջությամբ չեմ բացահայտել այս ամեն ինչը հանրության առաջ։ Հիմա տեսեք, ինչ որոշում պետք է կայացնեք, ըստ ինձ։ Մի քանի հնարավորություն կա, չեմ, վարույթը, այս միջնորդությունը մերժել 23 թվականի։ Ձեզ հնարավորություն տվեցինք այդ վաղեմության ժամկետների ընթացակարգային, արարքի կատարման վաղեմության ժամկետների հիմքով այս հարցային չանդրադառնալ, դրանից չօգտվեցիք։ Հիմա դժվար կարողանաք էլ անել, բայց նաև եթե սա անեք, մեկ այլ հարցի հետ եք բախվում։ Բան մինչև ինձ կայացված երկու հատ առնվազն որոշում կա։ Հարգարժան պարոն Անտոնյանի եւ պարոն Ստեփանյանի վերաբերյալ։ Բայց դրանց այդ հարցը ինչ է լինելու։ Եթե հանկարծ այս գործով արձանագրեցիք ընթացակարգային կամ արարքի վաղեմության ժամկետների խախտում, այ որ կվի նախադեպին համահունչ։ Դուք բախվելու եք այն երկու որոշման հետ, արդեն իսկ կայացած որոշման հետ։ Ինքն է ձեր 5 ամիսներ առաջ կայացված որոշման հետ կապված խնդիր եք ունենալու։ Այս այդ հոգեբանի տեսության հետ եք բախվելու եք այդ ճակերտներում կորպորատիվիզմի հետ։ Մյուս տարբերակը անդրադառնաք արարքի բովանդակությանը, նյութական կողմին։ Այս ժամանակ ինչ է լինելու։ Կարող ասեք, չէ, այն ժամանակ դե Անդրեասյանը հանեց, չթողեց խոսի, հիմա եկավ էս ինչ լավ բաներ ասում, էս ինչ ճիշտ բաներ ասում։ Կարող գնահատեք, ասեք, այս ուրեմն ճիշտ է։ Կամ դատավորի քննադատությունը, չգիտեմ, պատճառաբանված էր, կամ թեկուզ խախտում էր պարունակում, բայց այն խախտումը չէր, որը պետք է հանգեցներ լիազորությունների դադարեցման։ Սա այդ կապված ինչ խնդիր է առաջանում։ Բայց 2 տարի չեք թողում խոսեի, 2.5 տարի, արդեն մոտենում ենք 3-րդ տարուն, սա մարտն ապրիլի 7-ին եմ խոսացել,
այդ խնդրի առաջ եք կանգնելու։ Թե ոնց եղավ, որ 3 տարի այս դատավորին բախ չենք թողում խոսա, եթե այս ճիշտ բաներ էր ասում։ Ընդ որում հնարավորություն ունեիք առնվազն 24 թվականի սահմանադրական դատանի որոշման հիման վրա։ Այ բախվելու եք այս իրավիճակին։ Բախվելու եք այն հարցի պատասխաննա տրվելու, թե իմ այդ վարույթի գտնվող 150 գործերը ինչի վերաբաշխվեցին։ Ինչի այդ գործերով մինչև հիմա ոչ թե ուշացող, այլ ուշացած, այլ մինչև հիմա արդարադատություն չի իրականացվել։ Գործեր կան մինչև հիմա մամուլով բացում եմ, տեսնում եմ։ Իմ քննած գործ այն ժամանակվա, որ ենթադրաբար արդեն վաղուց ավարտած կլինի, մինչև հիմա քննվում է։ Առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ գործեր։ Անդալյան, հետևանքի առումով եմ ասում։ Այս հարցի պատասխանը չեք կարողանալու տալ։ Իմ անձնական կյանքի միջամտության մյուս այդ իմ ծառայությունից զրկելու հարցերին չանդրադառնանք։ Որ դա հետևանք է, թե հետևանք չի, բայց այն հարցի պատասխանը պետք է տրվի։ Մի հատ ուրիշ հետևանք էլ կա շատ կարևոր։ Իսկ դրան հետմյուս հետևանքին եք խոսեմ դրա մասին։ Մյուս տարբերակը մնում է, էլի մի քիչ ձևափոխած, այս միջնորդությունը բավարարել, այն որոշումների վրա աշխատել, թերությունները փորձել շտկել, կայացնել նույն որոշումը, այն ինչ-որ 23-24 թվականին է կայացվել։ Դե դրա հետ էլ, ինչպես երևի դուք էլ արդեն համոզվեցիք, ձեր որոշումները բողոքարկել լինում է, ճակերտներում բողոքարկել, վերանայել լինում է։ Ու սա ընտրության հարց է լինելու, որը առնվազն ձեզ չեմ նախանձում, թե ինչ ընտրություն պետք է կատարեք։ Մի հատ ուրիշ ասպեկտ է կա սրա հետ կապված։ Տեսեք, եթե ես չգիտեմ ինձ հանելով ճնշված մարդու դիտավորությունը ինչ աստիճանի է հասել, ինչ նպատակներ է հետապնդել ընդհանրապես, բայց մի նպատակի ինձ թվում է հասել է, այդ հանուն ճշմարտության ասեմ, հարց ու պատասխանի ժամանակ տեսակ, որ առնվազն ինձ առաջ եղել են բազմաթիվ վարույթներ, ազատ խոսքի ենթադրյալ չարաշահման հետ կապված, ինձնից հետո ոչ մի վարույթ չի եղել, ոչ թե դատավորների պատասխանատվության չեն ենթարկվել, այլև վարույթներ չեն հարուցվել ընդհանրապես։ Ուրեմն հասել ենք մենք, ապահովել ենք մենք չէ, մյուսները, այդ չիլինգ էֆեկտը, այդ չիլինգ էֆեկտն էլ բազմիցս խոսելու հնարավորություն ունեցել ենք, չգիտեմ դա ոնց է հաստատ թարգմանվում, այն ժամանակ Տիկին Թումանյանց թարգմանել եք, չգիտեմ, սառեցման էֆեկտ, դա սառեցման էֆեկտ չի, դա ահաբեկման էֆեկտ է, վախի էֆեկտ է, բայց դա սառեցման էֆեկտ չի, այդ սառեցումը, նկատում եմ, որ թարգմանել, նկատում եմ 13 թվականի փաստազուրկ զեկույցում։ Այսինքն այդ մարդը կամ մարդիկ, այդ խումբը նաև այս տրամաբանությամբ ամիգուցե իր նպատակին հասե, որ փորձել են լռեցնի դատավորներին, ու դատավորները լռում են զուտ այնքանով, որքանով առնվազն վարույթներ չի հարուցվել։ Իսկ մինչև իմ որոշումը բազմաթիվ վարույթներ են եղել։ Եթե ես իմ նկատմամբ տեղի ունեցածը տեսնեի, ինչ է իմ նկատմամբ տեղի ունեցել, կարդայի այդ որոշումը մամուլին է հետևել, ես է չէի խոսելու։ Ես է չէի խոսելու, որովհետև այդպիսի արձագանք իմ խոսքին ես երբեք չէի սպասում։ Այո, որ ստեղ եկա առաջին անգամ դռները փակվեցին, առանց իմ կարծիքը լսելու, հեռացան խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, իմ արձագանքին, թե բա իմ կարծիքը ուր մնաց, ասեցին դու ուշացել ես, այդտեղից ես հասկացա, որ լուրջ այս ամեն ինչը, ես իմ լիազորությունները դադարեցնում են մի օր շուտ, վայրկյան շուտ։ Այդ դրանից հետո ես եթե ամեն ինչ տենա, ես չէի խոսելու։ Որտեղ տեսեք ուրեմն հիմա, հասել եք այդ չիլինգ էֆեկտը ապահովել են։ Բա հիմա եթե իմ վերաբերյալ որոշում կայացնեք, որ կարելի է դատավորները պետք է խոսեն, այդ չիլինգ էֆեկտի այդ էֆեկտը ո՞նց ենք դեֆեկտի վերածելու։ Ո՞նց ենք այդ մթնոլորտը փարատելու, որ դատավորները բավարար խոսեն։ Տեսնեն դատավորները կարելի է խոսել, քննադատել նախարարությանը, ՊԴԽ-ի նախաձեռնած օրենսդրական փոփոխությունները, սա լուրջ պրոբլեմ է լինելու։ Դա համար այդ ասպեկտով էլ
Ես չեմ ուզում ասեմ, որ գիտեք, առավել ևս խնդրեմ, պահանջեմ, թե ին վերաբերյալ արդարացի որոշում կայացրեք։ Սա ես ու սես ճակերտավոր չեմ ուզում խայծ տամ, այսպես ասած։ Ես ուզում եմ դուք բոլորդ ու ես իմ բոլորս վարույթին մեծ հիմնական նպատակներից մեկն էլ նա է, որ դուք գիտակցեք, թե ինչ որոշում եք կայացնելու։ Որովհետև բոլորս մեր կայացած որոշումների համար վաղ թե ուշ պատասխան ենք տալիս։ Միգուցե ես էլ եմ այնպիսի որոշում կայացրել, որ հիմա եմ պատասխան տալիս։ Բայց բոլորս մեր կայացածի համար, մեր ստորագրությունների համար պատասխան ենք տալու։ Ու սա ոնց որ Տիկին Նախշքանի դեպքում 23 թվականի փետրվարին էր ասվել, որպես սպառնալիք չի բնականա։ Այդ Տիկին Նախշքանը ասել էր, թե ինչպես պետք է ԲԴԽ անդամները ապրեն Փիլոսյանի վերաբերյալ կայացած որոշումից հետո, նախարարության ոչ այս պահին գտնվող հարգարժան կազմը վերագրել էր, թե ԲԴԽ-ի սպառնում է դատավորը, այդ խոսքերով։ Էլ այդ որոշումը կարդալս էլ չեկավ, թե տեսնեմ այդ գրել են այդ մեջ, թե չէ։ Սա սպառնալիք չի, սա փաստ է, իրականությունն է, որ յուրաքանչյուրը պետք է իր գրածի, իր ստորագրության համար ուշ թե շուտ պատասխան տա։ Որովհետև այն մարդիկ, ովքեր որ ինչ-որ մի բան հեղինակում են, դրանք ուշ թե շուտ չեն լինում։ Այդ այնց խոստանում են մինչև 27 թվականը պաշտոնավարել, օրեր հետո հրաժարական են տալիս։ Ու դատավորները մնում են իրանց ստորագրությունների հետ։ Այս է խնդիրները։ Երևի այլ այլ որոշման շարժառիթներ կամ բովանդակություններ կարող են լինել, այս բան չեմ կարողանում մտաբերել։ Այդ հեղինակազրկման հետ կապված։ Այդ ամենատահաճ կներեք, որ այսպես եմ ասում, ինձ համար զզվանք առաջացնող վերագրումն է ինձ եղել։ Որտեւ այդ հեղինակազրկում, ասենք, մարդ 20 տարի աշխատի, չգիտեմ, 12 տարի դատավոր աշխատի, ոչ մի կարգապահական խախտում չունենա։ Ի տարբերություն ԲԴԽ անդամների ոչ մի անգամ սահմանադրական դատարանի կամ եվրոպական դատարանի որոշումներով խախտումներ արձանագրած չլինի, մեկ է մի օր արտահայտած խոսքերի համար վերագրեն դատավորին հեղինակազրկում համակարգի։ Ուրեմն միացած բան ասեմ, ընդհանրապես դատավորները կամ ոչ թեկուզ ոչ դատավորները, պետական պաշտոնյաները մի քանի տարբեր ասպեկտներով են բաժանվում, բայց հիմնական բաժանումը օրինակ այս ասպեկտում հետևյալն է. մարդիկ կան աշխատում են բացառապես հեղինակության համար, մարդիկ էլ կան աշխատում են համ հեղինակության, նաև ինչու ոչ ընտանիքի, ընկերների, չգիտեմ, բարեկեցության կամ այլ նպատակներով։ Այն մարդիկ, ովքեր աշխատում են բացառապես հեղինակության համար, դրանք վտանգում են ընկերներին, վտանգում են ընտանիքները, իրենց անձնական բարեկեցությունը։ Իսկ այն մյուս կատեգորիան, համ դե ինչի՞ չէ, այդ փոքր ծավալով կատեգորիան, ոչ միայն հեղինակության, այլ նաև բարեկեցության, ընտանիքի, ընկերների ապահովության համար։ Ուրեմն ոչ մի կատեգորիայի դատավորի չի կարելի մեղադրել, թե ինչի է կամ պաշտոնյայի ընտրել է սուղին, էլի։ Ըստ ինձ դժվար է մեղադրելը։ Դե հարցը որն է ճիշտը։ Պատմությունն է սրա պատասխանը տալիս։ Դա այդ էգոիզմը մարդու կողմից իր հեղինակության համար աշխատելը թե չէ, ու անձնական վատ էգոիզմը թե չէ։ Ով է իր ընտանիքի անդամներին ավելի շատ սիրում։ Բայց մի հատ պարզ բան կա, այս բարձրագույն դատական խորհրդում, ես չգիտեմ որն է լավը թե վատը, բայց այստեղ պետք է աշխատեին բացառապես իրենց հեղինակության համար աշխատող դատավորներ, անձնական հեղինակության համար դողացող դատավորներ։ Որտեղ այդ բոլոր հարաբերությունները ես հասկանում եմ, ընկերական, բարեկամական, նշանակողից կաշկանդվածություն, տարբեր հարցերում օժանդակություն եւ այլն, այդ բոլորը կարելի է հասկանալ, գնահատել, դա մարդկային է, բայց բարձրագույն դատական խորհրդում գտնվող անձանց համար դա անթույլատրելի է ինձ թվում է, որովհետեւ սա դատավորների դատարանն է։ Եթե սովորական քաղաքացիները գնում են դատարան, տարբեր իրավիճակների են բաշխում, այդ
Իսկ սա դատավորների դատարանն է, որ այդ դատավորները պետք է այստեղ վստահ լինեն, որ գալիս են, մտածեն, որ այստեղ ոչ թե վախենան այս ԲԴԽ գալուց, ոչ թե մտածեն, լավ էս լիազորությունից կդադարեցնեն, թե չեն դադարեցնի, այլ պետք է այստեղ գան այն կանխավարկածով, որ հերթական ապօրինի միջնորդությունը մերժվելու է, հերթական անկախության դեմ ոտնձգությունը մերժվելու է։ Ոչ թե գանք այստեղ տեսնանք մեր լիազորությունները կդադարեցնեն, թե չէ։ Կամ որ առաջի անգամ այդ դեկտեմբերի 12-ի նիստով եկա, այստեղ դատավոր էր դուրս գալիս, անտրամադիր, նկատողություն ստացած շնորհավորեցի։ Ասի շնորհավորում եմ։ Ես նայած զարմացած վրես ասացի, դե լիազորությունը չեն դադարեցրել։ Դե չգիտեմ, նեղացեցի այդ մարդուն, թե ինչ արեցի, գնաց տենց։ Սրանք այդ չի կարող sense բան լինել, այս մարդիկ դատավորները պետք է ստեղ գան, որ հասկանան, ստեղ արդարացություն է տեղի ունենում կանոններով կանխատեսելի առանց որևէ մեկից կաշկանդվածության, չգիտեմ, նախկին նախագահ, ներկայիս նախագահ, նախկինում կայացած որոշում եւ այլն։ Մեկ էլ մի շատ կարևոր բան կա, այդ հիմա տարբեր պատճառաբանություններ կան, չէ՞, ակտերի կայացման հետ կապված։ Հանկարծ որևէ մեկի մտքով չանցնի, այս որոշումը որ կայացնի, իմ լիազորությունները դադարեցնելու հետ կապված, ասի թե ես ես արել եմ պետության համար։ Այդ հարցը, որ չգիտեմ, որտեվ տենց լինում է դեպքեր, երբ որ իրապահ մարմնում հատկապես աշխատողները մի որոշում կայացնում են ու ասում են դա արել ենք պետության համար։ Այդ հարցին պատասխան տալուց, թե պետության համար է, թե ոչ պետության համար է, Մենք խնդրում եմ բոլորը, որ հատկապես չգիտեմ համալսարանն ավարտեն մյուսները որտեղ են սովորել, ասենք նա բացեք այդ առաջի կուրսի այդ խրապանյուկի գիրքը։ Հիմա ես չգիտեմ, այդ անցնում են թե չէ։ Այդ պետության եւ իշխանության տարբերությունը նայեք։ Ու ասեք, սա պետության համար է կարել թե չէ։ Դե ինձ մոտ տպավորություն է նա, որ այդ տեսեք այդ հաղորդագրություններով, բաներով բաժանում են դատավորներին։ 18 թվականից հետո նշանակվել է 300 դատավոր, չգիտեմ 200 դատավոր, այսքանի լիազորություններ դադարեցվել է։ Այստեղ ԲԴԽ-ում 10 եւ ավելի տարի աշխատող դատավորներ են։ Այդ ի՞նչ բաժանում է։ Դրանից առաջ էլ չգիտեմ, չէ, սովետի վաղտվանից ձևի, այս չգիտեմ, աշխատող դատավոր ունենք թե չէ։ Այդ բաժանումները անելը նորմալ է։ Թե ձեզ թվում է տենց, ասենք, ոչ դատավոր անդամներին կարող է թվալ, որ իրանք նոր են։ Մի քիչ եկեք հարգենք մեր պատմությունը, մեր անցյալը, ներկան կարժևորենք։ Դե սա այս ամեն ինչը պատմություն է, չէ՞ դառնալու։ Մենք մտածեք, էլի պետություն, իշխանություն, հիմա մյուս օրը, որտեղ պետությունը հաջորդ օրը մեկ այլ իշխանություն է լինելու։ Այն էլ, ասենք, դնի բաժանի 27 առաջ, թե 27-ից հետո, չգիտեմ, 26-ից առաջ, թե 27-ից հետո։ Այդ տենց չի լինում։ Այս դատական իշխանությունը տենց չի կարելի բաժանել, տարանջատել, տենց գնահատականներ տալ։ Ինձ թվում է ամեն դեպքում պարզ եմ ասում ամեն ինչ, մի հատ մտածեք, ցանկացած բան անելիս իմ, չգիտեմ, պահանջն է ու ոչ թե իմ համար, այլ ընդհանրապես։ Մտածեք, պետության համար եք անում, թե ում համար եք անում։ Ուղղակի եկեք ազնիվ լինենք մեր սերունդների նկատմամբ, էլի։ Դե չամեն ինչը կանենք, ասենք, դե պետության համար ենք արել։ Որովհետև այս այն ասոցիացիան է պարոն Դանիելյան մոտս առաջացնում, դուք լսած շատ կլինեք ձեր բազմամյա փորձի ժամանակ։ Երբ որ ասենք մեկ ընտանեկան բռնության գործով գալիս է դատարան, ասում է դե ինչ անում եմ, երեխեքիս համար եմ անում։ Կամ այն հայտնի անեկդոտ կա, ծնողներին սպանում է, գալիս է դատարան, ասում է հարգելի դատարան, մեղմ վերաբերվի, որ տղա եմ։ Այդ մոտ այդ ասոցիացիան առաջացնում է, երբ որ ասում են մենք պետության համար ենք անում։ Նենց որ ես ձեզ ամեն դեպքում կոչ եմ անում, չգիտեմ, պահանջում եմ, խնդրում եմ, ինչ ակտել կայացնեք, շատ համարձակ կայացրեք, ես այլևս այդ դահլիճ առնվազն այս ընթացակարգերի շրջանակում մուտք չեմ գործելու, ու էդ էլ ասեմ ինչով է պայմանավորված, են 2023 թվականի հուլիսի 3-ին, երբ որ ես համոզված եմ, որ իմ լիազորությունները դադարեցնելու եմ։ Այդ ասում եմ, այդ առաջի արձանագրումից, որ դու քո խոսելու ժամանակը կորցրել ես։
Ամեն դեպքում այն որ հույս չունեի, բայց ասում եմ փորձում էի հավատալ, որ կարող է ինչ-որ վсё գործոններ կան, որ կարող է չտրվեն մարդիկ, բանն ինչ-որ միտեղ, այսպես ասեմ, ամաչում եմ ասեմ, բայց ելի հույս ունեի, որ չի կարա լինի։ Ասում եմ, լավ, եթե նույնիսկ գանել, մի հատ այս մարդկանց աշկերի մեջ նայեմ, էլի ես։ Ես է խնդրում, որպես սպառնալիք չընդունեք։ Այդ շակերտներով եմ ասում։ Բայց երբ որ եկա, այստեղ տեսա իմ աչքով, ոնց կարելի է այդ որոշումը կայացնել այդ պայմաններում։ Հիմա նա շատ բան փոխվեց։ Բայց նաև հետաքրությունս էլ է սպառվել այս առումով։ Որ թե էլի մի անգամ եկամ այդ նույն հայացքները, այն ինչ որ նաև տիկին Աշխանի ժամանակ տեսա, այդ նույնին ականատես լինեմ։ Թե ոնց կարելի է այդպես համարձակ գալ, բայց միևնույն ժամանակ գլուխը կախ, ինչ որ որոշում կարդալ ու գնալ։ Որ տեսի դատավորների խնդիր չի, էսի մեր իմ Աշխանի, չգիտեմ, Միսակյանի մյուս հարգելի գործընկերների խնդիր չի։ Դուք ճակատագրերի հետ եք էլի խաղում։ Այդ մարդկանց վարույթներում լիքը գործեր են եղել։ Մեր խնդիրն էլ է, դες չի որ ես ասում մենք կապ չունենք այդտեղ։ Բայց դուք որոշում եք ոչ թե մեր ճակատագիրը, այլ այդ բոլոր այդ դատավորների, քաղ դատավորների հազարավոր գործերի ճակատագիրը։ Վերցնում եք այդ մարդկանց գործերը, տալիս եք ուրիշին։ Էլ մեկ էլ դրանց հետո բերում եք այդ ուշացած արդարադատության համար մարդ եք պատասխանատվության ենթարկում։ Մի խոսքով ինձ թվում է ավելի քան երկար խոսեցի, քան պետք է խոսեի։ Շնորհակալություն բոլորին, հաջողություն։ Ձեզ նույնպես շնորհակալություն, ես այնուամենայնիվ փորձեմ ամփոփել, պարոն Հարությունյան, իհարկե ես չուզեցա ընդհատեմ ձեր ամբողջական խոսքը ներկայացնում էիք, չուզեցա ընդհատեմ, բայց որ կոչով եք հանդես գալիս, չգիտեմ, ինչ-որ հանկարծ մտքներով չանցնի բան, ես ուղղակի ձեզ հիշեցնում եմ, որ նման ձևով խոսելու, իհարկե դուք ընթացքում ասում եք, կներեք, որ այսպես եմ ձևակերպում ճակերտներում եւ այլն, դրա համար նաեւ չի ուզում ընդհատել։ Ու այդ վերաբերմունքների մասին եք խոսում, նորից եմ շեշտում, ճակերտով եք խոսում, կներեքով եք խոսում, չի ուզում ընդհատել, համել ուզում եի ամբողջական ձեր խոսքը ասեք, մեզ էլ ընկալելի լինի, դուք էլ նաեւ եթե կարելի է այդպես ասել, բավարարված լինեք ձեր եզրափակիչ ելույթով առնվազն այն ինչի մասին ուզում եք խոսել, դուք նստեք, կանգնած մնալու կարիքը չկա։ Չէ, պետք չի արձագանքել։ Համենայն դեպս ուզում եմ նաև շեշտադրել, որ իհարկե շնորհակալություն եք հայտնում տարբեր անձանց, շատ լավ եք անում, ձեր իրավունքն է նաև լիազոր մարմնի ներկայացուցիչներին, այդտեղ բնորոշում եք մեզ ձեզ որպես հակառակորդ, բայց բարձրագույն դատական խորհուրդը հակառակորդի դերում հանդես չի գալիս, առավել ևս այն պայմաններում, որ ինչպես դուք ասեցիք, որ պարոն Դադունցի հետ, եթե չեմ սխալվում, այս արտահայտությունը արեցիք, որ մրցակցային հնարավորություն ունեցաք այդ պրոցեսը տանել, եւ հենց այդ ձեր ասածով է փաստվում, որ առնվազն այդ մրցակցային առումով այդ հնարավորությունները դուք ունեցել եք ու բազմաթիվ հնարավորություն եք ունեցել այս նախորդած 17 եթե չեմ սխալվում, սա 17-րդ նիստն է։ Այսպիսով լսելով ձեր դիրքորոշումները, խորհուրդը հեռանում է խորհրդակցական սենյակ, համապատասխան որոշումը, պարոն Հարությունյան, լիազոր մարմնի հարգելի ներկայացուցիչ կհրապարակվի 2026 թվականի մարտի 12-ին ժամը 12:00-ին նույն վայրում։ Ես ամեն դեպքում ձեզ շնորհակալություն եմ հայտնում, ես խորհրդի անդամներն էլ համոզված եմ համբերատար, հանգիստ պրոցեսը իրականացնելու համար։ Շնորհակալություն, դատական նիստը հայտարարում է փակված։